շատ հեղուց եմ գալի, կներեք, բայց սենց ուզում եմ։ Հետազոտությունները միշտ արվում են, այդ կոչվում է կրկնակի կույր, զուգահեռ հետազոտություններ։ Երբ որ կոնկրետ դեղը տալիս են մի խումբ հիվանդներին, երկու խումբ հիվանդների, որոնցից ոչ մի խումբը տեղյակ չի ինչ է ստանում։ Մի խումբին տալիս են դեղ, մյուս խումբին տալիս են հասարակ փոշի։ Զրո, պլացեբո։ Ես որպես բժիշկ ես չգիտեմ դեզայնից որին ինչ եմ տալիս, որտև անոնիմ տաբլետկեք են, դուք որպես հիվանդ չգիտեք ինչ եք խմում։ Ու այդ երկու խումբը մի ամիս հետո համեմատվում են արդյունքի համար։ Այսքան ասում եմ, որ իմանաք ոչ մեկ դեղը հետազոտելու պահին երեխայի վրա, հղի կնոջ վրա դա չի հետազոտում։ Դա համարվում է ոչ էթիկ։ Հետազոտում են դա միջին ստատիստիկ մարդկանց վրա, 18-ից 50 տարեկան կանանց և տղամարդկանց, որոնք համաձայնություն են տալիս գիտակից։ Հետևաբար, երբ որ գալիս է դեղը, առաջինը դա գրած է 18-ից 50 տարեկան և այլն։ Իրար ցուցումների մեջ վերջացնեմ մի վայրկյան։ Եվ միայն այդ մտնելուց շուկա հետո բոլոր բժիշկները սկսում են այդ դեղը օգտագործել, այդ կոչվում է off label, ոնց որ մենք օրինակ անում ենք ռիտուքսիմաբը։ Թղթի մեջ այդ մասին ոչինչ չկա գրած, բայց մենք օգտագործում ենք ներքին համաձայնությամբ, որտեղ կան տվյալներ։ Այդպես սկսում են օրինակ հակացնցումային դեղերը, ինչքան էպիլեպսիայով երեխա կա, բայց հակացնցումային դեղերի վրա կարող եք կարդալ, որ չի կարելի երեխաներին։ Հակացնցումային դեղեր բոլոր հղիները խմում են, բայց գրածը չի կարելի հղիներին, որտեղ չկա հետազոտություն։ Նույն ձևով էլ այդ բոլոր դեղերը, ես ունեմ հիվանդներ, երեխաներ, որտեղ պեդիատրիկ նյարդաբանները չեն համարձակվում ցրված սկլերոզը, հաճախ ուղարկում են։ Ես ունեմ 8 տարեկան երեխա, որը ստանում է դիմեթիլ ֆումարատ։ Ես ունեմ 14 տարեկան երեխա, որը ստանում է օֆատումումաբ։ Ես ունեմ 15 տարեկան երեխա, հիմա ստանալու է ինքը օկրելիզումաբ եւ այլն։ Բայց օֆիցիալ ի պատասխան ձեր հարցի, միայն ֆինգոլիմոդը ունի ցուցում 10+ երեխաների համար։ Բայց դա չի նշանակում, որ միայն նա է օգնում, դա նշանակում է, որ միայն նա ունի հետազոտություն, ասածս կրկնակի կույր եւ այլն։ Իսկ նման հետազոտությունը շատ ծախսատար է։ Եթե օրինակ ասենք հեծանի վարելը, թեկուզ քիչ դժվարությամբ, բայց ինքը եթե տաք օրգանիզմի ջերմաստիճան բարձրացնելու ռիսկ կա, որ ասենք այդքան ցանկալի չի, չէ՞։ Հիմա այդ նույն լոգիկայով ասենք լոկալը էլի ջերմաստիճանա բարձրացնում են օրգանիզմը, նկարները չէ, սա ասեղները տակը 28 աստիճան։ Նո, ամեն դեպքում ջերմաստիճանի 36-ից շատ ավելի բարձր է, հետեւաբար այդ նույն ազդեցություն չկա, եւ դրան դա ոչ բոլորի մոտ է ակտուալ։ Նույն էֆեկտը չի տա, էլի ինչ որ զգացում չկա, դա ոչ հանգամանքներն են, բանա դուք մի հարթ տեղ քշեցնում, բանա դիք բարձրանա։ Ձեր իրարած էներգիաները տարբեր են, օրգանիզմը տարբեր ձև արտագործում։ Այդ պարագայում ասենում ծայրից ծայր լողալը առանց ընդմիջման, առանց հանգստանալու, ավելի շուտ է հոգնածնելու։ Այսինքն ամենից ձեր ուժերի միավորության սահմանը, բայց չկա սահմանը։ Ես կարամ մի բան ասեմ, հետո կասեք ձեր հարցը։ Սովորաբար այդ ջերմաստիճանի ազդեցությունը ես հաճախ եմ որ իմ հիվանդներին բացատրեմ։ Ջերմաստիճանի ազդեցությունը երևում է բավականին շատ օջախներ ունեցող հիվանդների վրա։ Ջերմաստիճանի ազդեցությունը լինում է, երբ որ մարդկանց վնասված միելինով ջերմաստիճանի ազդեցության տակ հոսանքները էլ չեն անցնում ու վատանում է վիճակը մինչև սաղի։ Դրա համար այն մարդը, որ բավականին շատ օջախներ ունի, ինքը շատ էլ ակտիվ հեծանիվ չպետք է քշի, որովհետև եթե նույնիսկ ինքը կարող է այդքան շատ արագ քշի, այդքան արագ քշելուց հետո ինքը հաստատ սպառված կլինի։ Մենք խոսում ենք ֆաթիգի մասին ու դյուր հոգնելիության մասին։ Ու հաճախ մենք մեր հիվանդներին խորհուրդ ենք տալի խնայել էներգիան ամբողջ օրվա համար։ Եթե դուք պիտի գնաք սպորտի ու ամբողջ ձեր էներգիան սպառեք, թուլացած կընկնեք տանել ամբողջ երեկոն ոչինչ չկարողանաք անեք, բոլորովին իմաստ չունի այդ սպորտը։ Ձեզ պետք է այնքան, որ դուք ձեզ լավ զգաք։ Դրա համար ես հաճախ
այս ամենը բացատրելով թողում եմ դες իհարկե սպորտը, ֆիզիկապես ակտիվ լինելը, բայց ես կուզենայի որ դուք օրինակ յոգա անեք, սթրեչինգ անեք, որը որ այդքան շատ ձեզանից կինետիկ էներգիա չի խլում, դուք շարժվում եք, ձգվում եք, լավ եք ձգվում, բայց չեք հոգնում որպես այդպեսին ու ձեր էներգիան պահպանում եք ամբողջ օրվա համար։ Ես չեմ պատկերացնում, իմ հիվանդները որ ասում են լավ եմ զգում հեծանից, լավ ես զգում արա, ոչ մեկ որևէ բժիշկ դες չի ասի այն ինչ որ լավ եք զգում պոստֆակտում մի արեք իհարկե, բայց տրամաբանորեն դուք պիտի որ այնքան էլ լավ չզգաք, պիտի որ շատ հոգնած լինեք դրանից հետո։ Դրա համար մտածեք փոխարինել դա ավելի ստատիկ բաներով։ Յոգան իդեալական կլինի, հատկապես եթե մի քիչ հավասարակշռության խնդիրներ ունեք, եթե մի քիչ ունեք լարվածություն, պաստիկայի խնդիր ունեք, շատ լավ կլինի այն նման բաները դուք անեք։ Են կլինիկական են նշանների խորացում, որոնք ժամանակավոր բնույթ են գրում մի քանի ժամ, ու հետո մարմինը արդեն երբ գալիս է նորմալ ջերմաստիճանի, այդ սիմպտոմները վերանում են։ Հետևաբար պիտի հաշվի առնենք նաև այդ հանգամանքը։ Տեսեք, փորձելու ենք խուսափել, տալիս ենք նման խորհուրդ, որ չգնաս շոփքե վաղնիկ Եգիպտոսում չհանգստանաս, Մալդիվներում չլինի։ Մենք բացատրում ենք պացիենտին, թե ինչ կարող են լինել այդ իրավիճակները, օրինակ չմնա ստրեսի մեջ։ Երբ որ ունենք, ասենք թե թմրակացում ու խորանում այդ իրավիճակներում, մարդը դրանից չլինի ստրեսի մեջ, հասկանա ինչա պետք անել։ Բացատրել ընդհանրեն ինչա ուտող սինդրոմի այսինքն որ ինքան այո, իհարկե կյանքի որակի վրա դա պիտի այն անզդեցությունը չունենա, որ մարդը հավատի թե ինքը հիվանդ է, ուրեմն պետք չգնա ծոր հանգստանալու կամ Ուղղակի ծոր գնալուց իմանալու որ ավելի շատ զոնցիկա պիտի նստի, ինչպես բոլոր նորմալ մարդիկ։ Բնականաբար, բայց մարդիկ կան սիրում են, չէ, այո, դակ պարկել ու երկար պարկել։ Դրանք սխալ մարդիկ են, մենք դա չենք սիրում։ Ամեն դեպքում այն ամենը, ինչ խորհրդի տեսքով լսելու ենք, դոգմաներ չեն, դրանք ընդհանրապես կյանքի վերադասավորում պահանջող իրավիճակներ են իրենցից ներկայացնում։ Հաճախ տրվող հարց էլի իրական կյանքին, դա ձեր ընտրությունն է ցանկացած ֆորմատի մեջ, բնականաբար դա ոչ մի ազդեցություն չունի, հիվանդության վատացման տեսանկյունից հակառակ մյուս կողմից էլ նյարդային համակարգի հանգստության համար ունի բարելավող ազդեցություն, բայց ուղղակի եթե կանայք են, պիտի պլանավորեն հղիությունները, եթե բուժում են ստանում համապատասխան իր դեղորայքին եւ այդ ամբողջ ընթացքում։ Կարելի արդյոք երեխա ունենալ, հաջորդ հարցը որ հաճախ կանայք են տալիս, բնականաբար կարելի է ուղղակի կրկին ձեր բժշկի հետ, ձեր գինեկոլոգի նյարդաբանի հետ համատեղ ամբողջ ընթացքում հսկել ու հետևաբար իմանալ, որ հետծնդաբերական շրջանում հնարավոր է ունենալ սրացում, բայց իհարկե երեխա չունենալ, դիագնոզի պարագայում չունենք այդպիսի հարցադրում։ Ես էլի կարամ ստեղ մի քիչ քննարկեմ։ Մենք քննարկում ենք պատվիրաբար հիվանդների հետ, չգիտեմ ինչքանով հիվանդները հիմա այն հարցեր ունեն կամ պացիենտները հարցեր ունեն հղիության եւ ժառանգականության վերաբերյալ, որտեղ շատ մարդիկ անգամ վախենում են հարցնել ժառանգականության վերաբերյալ, որ հետո sense խոսում ենք, բանի վերջում հարցազրույցի վերջում շատ զգուշորեն հանկարծակի հարցնում են, որ իսկ ժառանգականությունը իրականում կա ժառանգական ֆակտոր ու անկեղծ լինելու համար կա այդպիսին ու ասել որ ժառանգական հիվանդություն չէ, իսկապես դա ճիշտ է, սա ժառանգական հիվանդություն չի, բայց մեր բժիշկներից, որոնք վարում են ցրված սկլերոզով հիվանդներ, շատերս ունենք մայր որդի, երկու եղբայր, քույր եղբայր, բայց ասենք մեծ կողորտի մեջ դա տեսնում ենք 1-2-3% շրջանում։ Ունենալ ցրված սկլերոզ եւ կամ հոր կամ մոր կողմից նշանակում է, որ զավակի մոտ մի քանի տասնյակ անգամ մեծանում է հավանականությունը։ Բայց նույնի որ հիվանդությունը շատ հազվադեպ է, նույնիսկ այդքան անգամ բազմապատկվելուց հետո հավանականությունը 1%-ից ավելի չի բարձրանում։ Հետաբար յուրաքանչյուր ցրված սկլերոզով մարդը
99% հավանականությամբ առաջ երեխա կունենա, որը պիտի այնքան մեծ թիվա, որ չպիտի սահմանափակի մարդու զավակ ունենալուց հատկությունը։ Այո։ Պետրոսյան ավելացնելու նկատմամբ։ Դուք այստեղ ուզում որ բոլորը ձեզ տեսնեն, դեմքով մեջ ուզում եք համ սլայդերը տեսնենք, դրա համար եմ այստեղ։ Այս սլայդերի մեջ շատ խիտ ինֆորմացիա չկա։ Իրականում մի ավելացում ես ցանկանայի անել վերաբերում ազույգերին, որովհետև դա ակտուալ հարց է, իհարկե նորից քիչ են պացիենտների թիվը, ովքեր նեզույգ երեխաներ եւ կամ երեխաներից մեկը ունի ծնված սկլերոզ եւ հարց է առաջանում երկրորդ երեխայի մոտ նաեւ ռիսկի մեծացման առումով։ Իհարկե ռիսկը միաձուլային երկրորյակների մոտ, այսինքն նույնասեռ երկրորյակների մոտ շատ ավելի մեծ է, եւ մի որոշ պոպուլյացիաներում դու կարող ես հասնել մինչև 50%-ի, բայց նույնիսկ երկրորյակների պարագայում դա շարունակում է մնալ վիճակագրորեն բավականին ցածր ռիսկ, հետեւաբար նույնիսկ միաձուլային երկրորյակի պարագայում դա փաստ չի, որ երկրորդ երեխան նույնպես ունենա ծնված սկլերոզ կյանքի ընթացքում։ Հետեւաբար, ինչպես Բժշկի Երազարյանը նշեց, ռիսկը այնքանով է ոչ նշանակալի, որ դա հիմք չէ ընտանիքի պլանավորման կամ երեխայի պլանավորման խոչընդոտի համար։ Եվ այսօր մենք շատ հետաքրքիր նաև դասախոսություն ունեցանք, ներկայացնում էր մեր հյուրը Կանադայից, հենց ինչպես վարել հղիությունը, որպեսզի հղի կինը ապահով հղիություն ունենա։ Դուք գիտեք նաև բազմիցս քննարկել ենք, նաև երևի կարդացել եք, որ հղիության ընթացքում երևի հավանաբար են պատճառով, որ հղիության ընթացքում իմուն համակարգը ավելի պասիվանում է, որովհետև կինը իր մեջ կրում է պտուղ, որը այլ գենետիկ հիմք ունի, դրա պատճառով, որպես աուտոիմուն հիվանդություն, մի քիչ պակասում է իմուն ակտիվությունը, հղիության ընթացքում հիվանդությունը շատ ավելի խաղաղ է ընթանում, չնայած լինում է սրացման դեպքեր, որոնք ևս հաղթահարելի են։ Հորմոնները կիրառել կարելի է, ավելի ուշադրություն է հարկավոր, գիտելիքը դրա համար է հարկավոր, որպեսզի մենք ուշադրենք հետ ծննդաբերական շրջանում, երբ որ արդեն իմունիտետը վերականգնվում է եւ հիվանդությունը կարող է ակտիվանալ։ Այդ փուլում ակտիվ ինչ-որ բուժումները, մեր նախատեսված գործողությունները կարելի է շատ ավելի փափուկ անցկացնել, որ հղին չունենա ծննդաբերած կինը, որ առանցել է ծանր վիճակում է, մայրություն, անքնություն եւ այլն, այդ փուլում չունենա նաեւ սրացում։ Այսինքն դա միանշանակ հնարավոր եւ անվնաս կարող է լինել ցերվան սկլերոզով կնոջ առողջության համար գրագետ կազմակերպելու դեպքում։ Եվ իրավաբար նաև նշեմ, որ բացի բունհերության ընթացքից, որը հանդիպում է բնական, այսպես ասած, իմունոսուպրեսիվ պերիոդ, երբ որ իմուն համակարգը ընկճվում է, նաև հետզինջան շրջանում մենք այսպես ունենք գործիք, ֆիզիոլոգիական գործիք, որը նույնպես նվազեցնում է ռելապսի գրոհի հավանականությունը, դա բացառապես կցքով կերակրումն է, եւ մենք միշտ խրախուսում ենք մեր պացիենտներին բացառապես կցքով կերակրել առնվազն 6 ամիսների ընթացքում, երեխայի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, તો բացառապես կցքով կերակրումը ինքնին նույնպես նվազեցնում է գրոհի հավանականությունը եւ թույլ է տալիս համեմատաբար ծանոթ դուրս գալ հետծննդյան շրջանից, երբ որ մենք ունենք նորից ինչպես Բժշկի Երազարյանը իմունիտետի, այսպես ասած, աճ հղիության ընթացքում իմունոսուպրեսիվ պերիոդից հետո։ Դա նույնպես պետք է խրախուսվի անպայման բացառապես կցքով կերակրումը, բացառապես նշանակում է, որ ոչ թե կաթնախառնուրդ եւ զոհետը նաեւ որոշակի չափով կցքով կերակրում, այլ բացառապես, այսինքն առաջին 6 ամսվա ընթացքում երեխայի հիմնական միակ սիմվոլը պետք է լինի կցքի կաթ։ Նաեւ ասեմ, դեղորայքի մասը։ Այո, այդ է ուզում ասեմ, որ առաջին 3 ամսում մենք հետևում ենք, բայց 3-րդ ամսից արդեն աշխատում ենք դեղորայքը մտցնել հղի արդեն ռեժիմի մեջ, որտեղ հավանականությունը, որ կլինեն, կսկսվեն սրացումները շատ մեծ են, իհարկե միշտ անհատական է որոշվում, բժիշկն է որոշում կապված հիվանդի նախորդ ակտիվությունից հիվանդության, բայց ամեն դեպքում այդ 3 ամիսը միշտ են սահմանն է, որից հետո մենք անպայման ուզում ենք MRT անել, հասկանալ ակտիվության աստիճանը ու որոշում կայացնել։
Նույնիսկ բարձրացության մեթերապիաների որոշները, ընդհանուր նաև օկուլիզումաբի եւ այլն, իրենք համատեղելի են նաև կցքով կերակրման հետ եւ սա պետք է հաշվի առնել, որ ծննդյան առաջի 2-3 շաբաթներից հետո նույնիսկ այդ բարձրացության թերապիաները մենք կարող ենք վերսկսել եւ կցքով կերակրման հետ դրանք միանշանակ համատեղելի են եւ երեխայի համար ռիսկը մինիմալ է, այսինքն կցքով անցումը տվյալ օրայքի շատ մինիմալ է, հաշվի առնելով իրենց սպիտակուցային այսպես ասած կազմությունը, այդ դեղորայքի գերակշիռ մեծամասնությունը երեխայի ստամոքսային տրակտում, այսպես ասած կոպիտ ասած մարսվում է ուղղակիորեն, եւ անցումը երեխայի արյանի մեջ շատ փոքր չափաբաժնով է եւ այսպես ասած պոտենցիալ օգուտը այնքան է գերակշռվում հնարավոր մինիմալ ռիսկին, որ մենք նույնիսկ բարձրացության թերապիաները վաղ հետ ծննդաշրջանում կարող ենք վերսկսել զուգահեռ պահպանելով կցքով կերակրում։ Բնականաբար երկու իրար նման մարդ չկա, դրա համար ցանկացած պացիենտ իր բժշկի հետ իր սեփական ինդիվիդուալ մոտեցումը պիտի ցույց տա ցանկացած հարցի շուրջ։ Ընդհանուր դրույթները իրենք են։ Եթե այս կապակցությամբ հարց կա, միգուցե ինտերակտիվ դուք հարց տակ պատասխանեք, հետո անցնենք մյուս հաջողակի դերվող հարցի։ Եթե ասենք թերապիան կատարվել է, թերապիայից դե բարբերաբար 6 ամիսը մեկ է, ճիշտ է, ասենք երբ է ճիշտ պլանավորել, ասենք, որ ես գիտեմ ինչ տեղ են ստանում, ասեմ էլի, հա, օկրելիզումաբ է ստանում մեր պացիենտը եւ հենց այսօր մեր բժշկուհին, որ ներկայացնում էր, ասում էր, որ օկրելիզումաբը գուցե եւ նմանատիպ տեղերը ռիտուքսիմաբը, որ կարելի է փոխարինաբար ստանալ նաեւ, կարող են արտակարգ միջոցներ, այսպես ասած, համարվել, որովհետև ինչ որ ինքն էր առաջարկում, ոնց էր ինքը անում, Կանադայում մի քիչ տարբեր էր մեզանից, իմ համար նորություն էր, որտեղ մենք սովորենք 6 ամսից հետո, պահում ենք 6 ամիս, ու ասում ենք 6 ամսից հետո դուք կարող եք արդեն պլանավորել հղիություն։ Ու միշտ իմ համար խնդիր է, երբ որ մեզ չի, որ ես ասեցի ու ստացվեց վարքյանում։ Հաճախ չի ստացվում այդ հղիությունը ու ամիսներ են ասում, իսկ դուք էֆեկտ եք կորցնում, չէ՞ դեղի։ Հիմա ինչ անում էս բանը, մեր Փենիսմայթը, որ Կանադայի ցրված սկլերոզի լիդերն է պրակտիկորեն, ոչ միայն Ալբերտայի, ինքը 3 ամիս անց, 3 ամիս պիտի օգտագործեք կոնտրացեպտիվներ, որ չհղիանա, 3-րդ ամսից հետո, դեղը ստանալու օրվանից 3 ամիս պաշտպանվել, որպեսզի չհղիանա, 3-րդ ամսից հետո արդեն սկսել աշխատել հղիանալու ուղղությամբ, 6-րդ ամսին ներարկման օրը վերաբերվում է նաև տղամարդկանց ենթադրում, որտեղ մենք տղամարդկանց էլ ենք ասում, որ չպետք է հայրանալ։ 6-րդ ամսում, երբ որ դեղը պիտի տանք, այդ օրը ստուգում ենք, տեստենք, եթե հղիություն կա, հետևում ենք հղիության ուրախ ենք, եթե հղիություն չկա, ստանում է դեղը, եւս 3 ամիս կրկին չի, հետո 3-րդ ամսից նորից փորձում։ Իսկապես բավականին հարմար սխեմա է։ Հաշվի առնելով մինիմալ վնասները հնարավոր տեղի, բնականաբար լավ ալտերնատիվա է հղիության համար։ Ժամկետները, որտեղ հաշվարկված է նաև նրա նպատակը, որտեղ դեղի, այսպես ասած, օրգանիզմից դուրս բերման կես տևողությունը, կիսատ ժամ, կիսաթվման տևողությունը մոտավորապես մոտ է 1 ամսին, այսպես ասած, այո, եւ հետեւաբար այդ 2-3 ամսվա սահմանաչափը նախատեսված է նրա համար, որ վերջին ինֆուզիայից հետո եւ նաեւ երկրորդ ցուցանիշը, որովհետեւ հղիության առաջին 2-3 ամիսների ընթացքում է շատ ավելի ինտենսիվ պլացենտալ բարիերը բաց, այսպես ասած, գերքի պաշտպանիչ, այսպես ասած, պաշտպանիչ բարիերը բաց տեղի անցման առումով, այդ նպատակով էլ հենց այդ սահմանաչափը, ինչպես նշեց բժշկուհի Վերազարյանը, 3 ամիս է, այն սահմանը, երբ որ նախ դեղի, այսպես ասած, դուրս բերումն է օրգանիզմից ավարտված, եւ երկրորդը մենք մաքսիմում հեռացել ենք պլացենտայով դեղի մաքսիմում ներթափանցման ժամկետներից։ Այսինքն յուրաքանչյուր ժամկետը, որը նշվում է բժշկության կողմից, բնականաբար տարիների ընթացքում նոր տեղեկություններ իրար գալով, դրանք բոլորը կոնկրետ ունեն, այսպես ասած, հիմքեր, որոշակի ֆիզիոլոգիական, տեսաբժշկական եւ այլն։ Իսկ կներեք էլի, եթե ասենք ընդհանուր հարցն է հետաքրքիր էլի, եթե ստացվում անց, որ դեղից ասենք թե անմիջապես հաջորդ ամսվա մեջ եթե դեպք լինի,
ենթադրենք այդպես նկատի։ Ինքը կարա գենետիկ մակարդակում ազդի տղի վրա կամ թե դիզուտ ապահովության կամ ինչը որ լինում է իմունոսուպրեսիա է։ Հա, կոնկրետ պատղի իմունոսուպրեսիա։ Հա։ Բայց չեմ կարող ասել, եթե ասենք վաղ հղիության վաղ շրջաններում իմունոսուպրեսիան ինչի կբերի, կդժվարանամ ասել, դրա համար որևէ բժիշկ ներառյալ մենք որևէ խորհուրդ կամ ես ունեմ օրինակ հիվանդ, դուք գիտեք, եթե մենք միասին աշխատել ենք, գիտեք, ես նշանակում էի հաճախ լևոֆլունամիդը, տերիֆլունամիդի փոխարեն, որովհետև չունենք Հայաստանում, բայց այդ լևոֆլունամիդը օրգանիզմում դառնում էր տերիֆլունամիդ, բայց գիտեք, որ դա հակացուցված է, վերածանվում է, հակացուցում հղիության համար։ Ես ունեի մի աղջիկ, որը ստանում էր տերիֆլունամիդը, լևոֆլունամիդը, որտեղ չուներ ուրիշ որևէ ալտերնատիվ գումարային բուդ, ու ինքը իմ տեսադաշտից դուրս էր, չեր եկել, դե գիտեք, մեր առողջապահությունը այնպիսին է, որ դուք պիտի հետամուտ գաք, ստրախովկա չկա, որ մենք հետևենք ձեզ, և այդ աղջիկը եկավ ինձ մոտ կոնսուլտացիայի լինելով հղի այն ժամկետներում, որ արդեն հնարավոր չի ընդհատել, բայց ես համոզված եմ, եթե ինքը գար այդ ժամկետում, ես իրան ուղարկելու եմ ընդհատում։ Ես նախ կգնեի նոպայի մեջ, հետո ուշքի գալուց հետո կասեի գնանք ընդհատենք, բայց այդ աղջիկը արդեն այն ժամկետում է, որ հնարավոր չէ ընդհատել, հիմա ինքն ունի առողջ բալիկ։ Բայց դու երբեք չես կարող ասել ինչ կլինի ու երբեք չես կարող խոստանալ, բայց ամեն մի դեպքը մյուսի հետ չկարելի համարել։ Փաստացի մենք հիվանդություն մոդիֆիկացնող թերապիաների մեջ ունենք դեղորայքային խմբեր, որոնք հաստատված արատածին են, այսինքն ֆետալ պտղի մոտ զարգացման արատների հավանականությունը շատ մեծ է, պատճառով մենք բացառապես արգելում ենք երևույթության ընթացքում եւ նախարարության պլանավորման նախորդող ժամանակահատվածում եւ կամ դեղորայք, որոնք այդ ունայն նոր խմբի դեղորայքը, այդ ունայն ինֆյուզիոն թերապիաները, որոնց մոտ չկա ապացուցված արատածին ազդեցություն, այդ թվում նաև կենդանական մոդելներում, այսինքն հետազոտությունների, նույնիսկ կենդանիների մոտ իրենք արատածին ազդեցություն չունեն, ապացուցված չեն, բայց քանի որ տվյալները բավարար չեն մարդկանց մոտ, հետևաբար ռիսկը, որ մենք չունենք տվյալ, բայց դա կարող է զարգանալ, մեզ հետ է պահում վստահ նշանակելուց մինչև բեռնավորման պահը կամ հղիության ընթացքում։ Իհարկե դրա համար կան այլ երևույթներ, որ այդ թեմայի քննարկման կամ դեղորայքներ, որոնք կարելի է շարունակել հղիության ընթացքում եւ իրենք ունեն համեմատաբար բարձր ապացուցողական տվյալներ, բայց մի շարք դեղորայքի մասով տվյալի բացակայությունն է 5 ամիսանում բժշկի կողմից, այսպես ասած, պլանավորման ռիսկերը պահպանի բացատրելու։ Իրավական ուրախություն մեզ ֆինգոլի մոդմոդելի դինամիկի շուկան երեք տեսակետից ուրախություններ չկան, բայց ամեն դեպքում ռիսկերը գնահատում են ձեր բժիշկները մինչև որևէ քայլ ունենալը։ Այսինքն խոմարատը կարող ենք օգտագործել մինչև հնարավորություն։ Հենց այդ բանին կարող ենք ընդգրկել։ Եթե այս հարցի շուրջ հարց չունենք, այս խնդրի շուրջ։ Ինչի՞ չեք հարցնում, որտեղ ոչ մի կը թղի չեք։ Կարելի է կերակրել խմելով դեղերը։ Դոկտորը արդեն որոշներով չի կարելի կրակել, որոշներով կարելի է։ Այսինքն ստուգ էլ միշտ ձեր բժշկեր։ Ներողություն, քանի որ ես ուշացա, ինձ հետաքրքիր է հենց նշված տեղը, որ տարիքից է ցույցված շեմատով։ Որ որը։ Ֆինգոլի մոդելը։ Ընդհանրապես բժշկական պրակտիկայում շատ հեղուց եմ գալի կներեք, բայց ինձ ուզում եմ։ Հետազոտությունները միշտ արվում են, այդ կոչվում է կրկնակի կույր, զուգահեռ հետազոտություններ։ Երբ որ կոնկրետ դեղը տալիս են մի խումբ հիվանդներին, երկու խումբ հիվանդների, որոնցից ոչ մի խումբը տեղյակ չի ինչ է ստանում։ Մի խումբին տալիս են դեղ, մյուս խումբին տալիս են հասարակ փոշի։ Զրո, պլացեբո։ Ես որպես բժիշկ ես չգիտեմ դեզայնից որին ինչ եմ տալիս, որտեղ անոնիմ տաբլետ կեքեն, դուք որպես հիվանդ չգիտեք ինչ եք խմում։ Ու այդ երկու խումբը մի ամիս հետո համեմատվում են արդյունքի համար։ Այսքան ասում եմ, որ իմանաք ոչ մեկ դեղը հետազոտելու պահին երեխայի վրա, հղի կնոջ վրա դա չի հետազոտում։
դա համարվում է ոչ էթիկ։ Հետազոտում են դա միջին ստատիստիկ մարդկանց վրա, 18-ից 50 տարեկան կանանց և տղամարդկանց, որոնք համաձայնություն են տալիս գիտակից։ Հետևաբար, երբ որ գալիս է դեղը, առաջինը դա գրած է 18-ից 50 տարեկան և այլն։ Իրար ցուցումների մեջ վերջացնեմ մի վայրկյան։ Եվ միայն այդ մտնելուց շուկա հետո բոլոր բժիշկները սկսում են այդ դեղը օգտագործել, այդ կոչվում է off-label, ոնց որ մենք օրինակ անում ենք rituximab-ը։ Թղթի մեջ այդ մասին ոչինչ չկա գրած, բայց մենք օգտագործում ենք ներքին համաձայնությամբ, որտեղ կան տվյալներ։ Այդպես սկսում են օրինակ հակացնցումային դեղերը, ինչքան էպիլեպսիայով երեխա կա, բայց հակացնցումային դեղերի վրա կարող եք կարդալ, որ չի կարելի երեխաներին։ Հակացնցումային դեղեր բոլոր հղիները խմում են, բայց գրածը չի կարելի հղիներին, որտեղ չկա հետազոտություն։ Նույն ձևով էլ այդ բոլոր դեղերը, ես ունեմ հիվանդներ, երեխաներ, որտեղ պեդիատրիկ նյարդաբանները չեն համարձակվում ցրված սկլերոզը, հաճախ ուղարկում են։ Ես ունեմ 8 տարեկան երեխա, որը ստանում է դիմեթիլ ֆումարատ։ Ես ունեմ 14 տարեկան երեխա, որը ստանում է օֆատումումաբ։ Ես ունեմ 15 տարեկան երեխա, հիմա ստանալու է ինքը օկրելիզումաբ եւ այլն, բայց օֆիցիալ ի պատասխան ձեր հարցի, միայն ֆինգոլիմոդը ունի ցուցում 10+ երեխաների համար, բայց դա չի նշանակում, որ միայն նա է օգնում, դա նշանակում որ միայն նա ունի հետազոտություն, ասածս կրկնակի գույք եւ այլն, իսկ նման հետազոտությունը շատ ծախսատար է։ Ու այդքան հեշտ չի արվում։ Կողմից ոչ այդքան էթիկ երեխաների վերաբերել բնականաբար դրա համար այդ սահմանափակումները շատ խիստ են։ Ու այսօր մենք ունեինք նաև դասախոսություն պեդիատրիկ ցրված սկլերոզի բուժումը մանկական։ Մեր դասախոսը իհարկե Zoom-ով, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների մանկական ցրված սկլերոզի հիմնադիրն էր, որը խորհուրդ էր տալիս բուժել մանկական ցրված սկլերոզը հնարավորին չափ ագրեսիվ ի սկզբանե, ասելով, որ դրանով հնարավոր է լինում խնայել մաքսիմալ ֆունկցիա, որպեսզի աճեն առողջ չափահաս մարդիկ։ Նյարդային համակարգի ձևավորման գործընթացի վրա վերջնական բացական ազդեցություն, որ ոգումը չունենա որպես այդպիսին։ Դրա համար վախենալ բուժել երեխաների մոտ ճիշտ չի, ուղղակի էլի անհատական ընտրություն անելու հանգամանքն է, բնականաբար դեղը ձեռք բերելու հնարավորությունը, թե որը հնարավոր կլինի այս բանին ստանալ։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ Հաճախ տրվող էլի հարց, պատվաստումներ կարելի են, թե չեն կարելի։ Քանի հոգի կա, որ պատվաստում է ստացել այստեղ, ինչ-որ պատճառով։ Դա կլինի COVID-ի, դա կլինի դեղորայք ստանալու վերաբերյալ պատվաստում։ Ոնց հասկանում եմ, մեծ մասը երևի վախեցել է ստանալ, կամ բժշկի կողմից ցուցում չի տրվել, օֆիցիալ հակացուցում պատվաստում ստանալու չկա, բայց եթե դուք դեղորայք եք ստանում, բնականաբար կա ժամկետ, երբ կարելի այդ պատվաստումը ստանալ ըստ դեղորայքի պես պարագայում։ Բայց մյուս կողմից էլ պատվաստումները պացիենտին պաշտպանում են ինֆեկցիաներից, որոնք իրենք կարող են պրովոկատոր հանդիսանալ, լիներ հանդիսանալ հերթական սրասումների համար։ Դրա համար նորից պատվաստումը ըստ ձեր բժշկի խորհրդի իրականացվի համապատասխան սխեմայով, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Մի փոքր հավելում ես ասել, որ իրականում պատվաստումների առումով մենք ցրված սկլերոզով պացիենտների շրջանում ունենք երկու, այսպես ասած, անկյունաքարային խնդիր, մեկը վերաբերում է բուն պատվաստանյութի տեսակին եւ երկրորդը վերաբերում է պացիենտի ընդունող հիվանդությունը մոդիֆիկացնող թերապիայի տեսակին։ Խոսքը վերաբերվում է պատվաստանյութերից կենդանի թուլացած հարուցիչներին, դե պատվաստանյութեր կան, որտեղ որ կիրառվում է կենդանի մանրէ, որը թուլացված է։ Եվ նմանատիպ պատվաստանյութերի կիրառումը որոշակի իմունոսուպրեսանտների բառակային, որ իմուն համակարգը ամբողջությամբ ճնշված է, ռիսկային է, որտեղ դա կարող է զարգացնել սուբկլինիկական, այսինքն փոքր կլինիկական արտահայտության, իսկ հազվադեպ դեպքերում նաև ամբողջական կլինիկական արտահայտության հիվանդություն։ Հետևաբար տվյալ պատվաստանյութերի կիրառումը պետք է որոշակիորեն հեռացված լինեն անիմունոսուպրեսիվ վիրուսից, որոնք որ կարող են պրովոկացվել դեղորայքով։ Եվ երկրորդ գործոնը հակառակ կողմն է խնդրի, որ քանի որ պատվաստանյութերը
պատասխաննյութերը դրանք այլ նյութեր են, որոնք մտնել է օրգանիզմ հրահրում են իմուն պատասխան եւ այդ իմուն պատասխանը պետք է ձևավորելու համար իմունիտետ, մի շարք հիվանդություն մոդիֆիկացնող թերապիաներ, որոնք իրենց բնույթով իմունոսուպրեսոր են, ճնշում են իմունիտետը, հետեւաբար օրգանիզմը ներս մտած այսպես ասած պատվաստանյութի հանդեպ պատասխան չի կարող ձևավորել, այսինքն դա կապահովի պատվաստանյութի անարդյունավետություն։ Հետեւաբար մենք ունենք այս երկու խնդիրը, կամ պատեհորը, կամ պետք է մոդիֆիկացնող թերապիայից ժամկետ անցնել, որպեսզի եթե խիստ ցուցումը կա պատվաստանյութի օրգանիզմը կարողանա իմունիտետ ձևավորել, եւ հակառակ եթե մենք ունենք կենթանի ընկճված պատվաստանյութ, դա որոշակի առումով պետք է հեռացված լինի իմունոսուպրեսիվ պիլյուլից, որպեսզի եթե բարձր ռիսկի կլինիկական նշանակության բարդության զարգացման համար եւ սա միանշանակ պացիենտի տիրույթում չէ, սա բժշկի տիրույթում է որոշումը կայացնելու, այդ բոլորը հաշվի առնելու պլանավորելու համար դերը եւ պատվաստանյութը, բայց սա կարեւոր է գիտենալ, թե ինչու սա չի կարելի հիմա կամ սա ինչու պետք է սպասել դերի որոշակի։ Այսինքն ինչի համար է պետք է սա ամենը իմանալ։ Մարդիկ ինչ որ մեկը ձեր դուրը թրակում է, ասում է, չեմ, պոլիկլինիկայից եմ, սանիտարից եմ, պարկադի հիմա ինչ որ վակցինացիա պիտի անեմ։ Պիտի հիշենք, որ մեր իմունիտետը կարող է այդ պահին ընկալունակ չի, ու հենց մի հատ ինքը չգիտի, որ այդ պարագայում դες այսպես ասած կենթանի վակցինացիա, որը ոնց որ պատրաստի հարուցիչը մտցնեն օրգանիզմ։ Ու երբ որ իմունիտետը ճնշված է, չի կարող պայքարել այդ հարուցիչը, ինքը բնականաբար գլուխ կբարձրացնի։ Դե համար մինչև չքննարկել ձեր բժշկի հետ, ինչ վակցինացիա, ինչ ժամանակահատվածում ձեր ստացած տեղի հետ համապատասխանում է, թե չի համապատասխանում, բնականաբար չենք ստանում։ Ես ոնց մյուս կողմը ասեմ, որտեղ ես միշտ վակցինաների կողմն եմ, ես ինքս առաջին վակցինացվողն եմ, իմ եղբայրը, որ ունի իմուն խնդիր եւ ստանում է ձեր նման դեղ, ինքը վակցինացվում է, ես ձեզ եմ վակցինացնում, ես ձեզ եմ այնքան լավ վերաբերում, ոնց իմ հարազատին ու ինձ, եւ ուզում եմ, որ դուք հասկանաք ինչի եք վակցինացվում, որտեղ հատկապես այն հիվանդները, որոնք ստանում են օկրելիզումաբ կամ պրիտուքսիմաբ, այդ դեղը ձեր արյունից վերացնում է հակամարմիններ արտադրող բջիջների ամբողջ շարքը, թողնելով միայն նոր առաջացող նաիվ բջիջները, որոնք ջահել են, ոչնչի ընդունակ չեն, մեկ էլ հիշողության բջիջներ, այսինքն, որ ինչ-որ ժամանակ հարուցիչի հանդիպել են, ու հիմա կարող են հանդիպման դեպքում նորից արտադրել։ Եվ ոնց որ դոկտոր Պետրոսյանը ասեց, որ դուք ստանալով օկրելուսը, հիմա արդեն էլ չեք կարող իմունիտետ արտադրել, դուք արդեն թույլ եք։ Դրա համար դրանից առաջ դուք պիտի ունենաք գոնե ստեղծած պատմություն, որ եթե ինչ-որ ժամանակ դուք հանդիպեք հարուցիչի, դուք ունենաք այդ հիշողությունը ու ավելի լավ պայքարեք իրանց հետ, քան կարող եք պայքարել առանց վակցինացիայի։ Դրա համար, երբ որ ձեր բժիշկը ասում է, ստուգեք վարիցելլայի ծիտրը, համոզվենք, որ ջրծաղիկին բանեք, կամ երբ որ ձեր տարիքը անցնում է 50-ից, ասում է, եկեք մտածենք, որ այդ բանը շինգրիքսը բերենք արտասահմանից Հայաստանում չկա, ձեզ էլ թվում է, թե մենք բանենք, չէ, ես չգիտեմ, օֆիցիալ տալիս է նո, այդ բանը դա, վարիցելլան կայլակա, շինգրիքսը ոստերինն է, որ 50 պլուսին ենք անում։ Ինձ կասես, համար կտասես, հեղջերի ես Գերմանիաների դրան եմ ասում։ Մի խոսքով, ես թվում է, թե մենք պրոբլեմներ ենք ստեղծում ձեր գլխին, իրականում, բայց այդ պնևմոկոկին ենք ուղարկում ենք ԱԴՓ-ին, ես ինքս գնացել եմ ԱԴՓ-ի համար, վակցինացվել եմ, ամեն 10 տարի մեկ մենք պիտի վակցինացվենք, այդ դիֆտերիա, այո, իհարկե, բանի, այսինքն, բան է, որ դուք ասում եք ուղեցույց, ասում է, սկսելուց առաջ այդ տեղը, մի հատ հետ գնա, քո ազգային պլանով նայի ինչ վակցինացիաներ այդ տարիքում այդ մարդը պիտի արդեն ստացած լիներ, որ չի ստացել, հիմա լրացրու ամենը ինչ որ պիտի ստացած դե նոր սկսի։ Այդ իսկ պատճառով, իսկ եթե բուժ աշխատող է լինում, բժիշկներ են հիվանդներում, նաև հեպատիտ B ենք անում, C ենք անում, որտեղ արյան հետ գործ ունեցող մարդիկ են, առավել ևս դա կարևոր է։
Տեսեք, ցանկացած դեղ, այդ թվում նաև վակցինացիաները, իրենք բնականաբար հնարավոր բարդություն ունեն, բայց մի քանի դեպքերը սարքել դրոշակ ու վախենալ գործընթացից հաստատ պետք չի։ Իհարկե, ամեն ինչ հաշվի առնում, եթե դուք ամեն ինչից օրինակ ալերգիա ունեք, բնականաբար բժիշկն էլ այդ հաշվի առնելու, բայց պետք է մժարին դնել լավ ու վատ, այսինքն հնարավոր բարդություններն ու հնարավոր կորուստները, որոնք դուք կարող եք ունենալ չվակցինացված լինելով։ Որովհետև մի կողմից տեսեք մենք ճնշում ենք իմունիտետը, գցում ենք ձեր օրգանիզմի պաշտպանողականությունը, բայց մյուս կողմից դրանով մենք փորձում ենք բորբոքում կանխարգելենք, որպեսզի նոր հնարավոր բորբոքումը չլինի, սպիացում չլինի, հետևաբար հաշմանդամություն չլինի։ Այսինքն այդ նժարի երկու կողմերի դրված քարերը պիտի փորձենք հավասարեցնել, որպեսզի ոչ խորվածը վարվի, ոչ խորվածը նորի ձեռքերը։ Եթե հարց կա։ Ես մի կարճ թվերով ներկայացնեմ, որովհետև միշտ շատ ավելի տեսողական պատկեր, այսպես ասած, ավելի պատկերավոր է հնչում, երբ որ մենք համեմատություն ենք անցկացնում, որովհետև իհարկե դավադրության տեսությունները եւ այլ, որոնք բնականաբար ներառում են նաեւ հակապատրաստումային քարոզարշավը, մենք պետք է պատկերացնենք, որ իրականում կան իրավիճակներ, որոնք շատ ավելի քիչ վտանգավոր են, քան թե մեր առօրյայում մեր կողմից կիրառվող շատ գործընթացներ։ Պարզ օրինակ բերեմ, որպեսզի համեմատեք իրականում պատրաստումային ռիսկը եւ մեր ամենօրյա ընդունման հաճախ ընդունող դեղորայքի ռիսկը ինչքան տարբեր են։ Պարացետամոլը, որը հանդիսանում է աշխարհում ամենահաճախ կիրառվող դեղամիջոցը եւ օրական ամբողջ աշխարհում միջինում կիրառվում է 30-ից 40 միլիոն հապ պարացետամոլ։ Ամեն օր աշխարհում 40 միլիոն։ Եվ ամեն օր աշխարհում զարգանում է շուրջ 100-ից 150 պարացետամոլ ասոցացված լյարդի սուր վնասում, լյարդային սուր անբավարարություն եւ ամեն օր պարացետամոլի օգտագործումից աշխարհում մահանում է ընդհանուր մինչեւ 5-ից 10 մարդ։ Ամեն օր աշխարհում պատվաստումներ, ամբողջ պատվաստումները իրար հետ վերցրած, կյանքի հետ անհամատեղելի բարդության զարգացման հավանականությունը մոտ 50 անգամ ավելի ցածր է, քան թե պարացետամոլից առաջացած ռիսկները։ Բայց մեզանից ոչ մեկ կյանքում պարացետամոլ ընդունելուց չի այսպիսի զգուշավորություն ցուցաբերում, ինչպես որ պատվաստման է։ Հետևաբար նույնպես եմ ասում, որ իրականությունը շատ հաճախ ուղղված է եւ մեր կյանքում շատ ավելի կարեւոր գործոններ մենք շատ հաճախ ասում ենք, ինչպեսին որ պատվաստումները նրանից եղած վնասներ, սակայն շատ ավելի վտանգավոր բան է, պոտենցիալ թվականակով ավելի մեծ վտանգավոր բան է։ Մենք անտեսում ենք եւ դա մեր ռուտին օգտագործման հարցն է եւ ոչ մեկը չի մտահոգվում։ Պարացետամոլից դա մեզ չի խանգարի։ Մեր գործունեության։ Տեսեք, ինչքան էլ կան ընդհանուր ստանդարտներ, հետազոտություններ, յուրաքանչյուրս առանձին ինդիվիդուում ենք ու ոչ մեկիս օրգանիզմը մյուսին 100%-ով նման չի։ Ու օրգանիզմից խելոք ոչ մեկ էլ չի։ Դրա համար եթե մի բան ձեր օրգանիզմը չընդունեց, ինքը դրան կարձականքի։ Հետևաբար ավելի լավ է շատ հաճախ լսել սեփական օրգանիզմին իհարկե հիմնվելով ինտուիցիա վրա, բայց ամեն դեպքում զգուշավորությունը միշտ կա նաև բժշկի կողմից։ Դրա համար աչքերը փակ չեն կանում այն գործողությունները, որոնք ձեզ խորհուրդ են տալիս։ Եթե չկա հարց այս թեմայի շուրջ պատվաստումների, անցնենք քնի ռեժիմի, էլի հաճախ տրվող հարցեր։ Աշխատում են գիշերային աշխատանքում են, ինչպես է անդրադառնալու հիվանդության վրա։ Բնականաբար չքնելը կամ քիչ քնելը ելում էլ օրգանիզմի դիմադրողականության հաշվին է աշխատում։ Ես եթե հիվանդ եմ, ձեզ հարցնում եմ, ես փոխեմ իմ աշխատանքը, ինչ կասեք։ Եթե հնարավորություն ունենք, արի, եթե ոչ, պիտի համակերպվենք։ Հաշվի առնելով, որ այդ ռեժիմը ուղղակի կերպովնացնում է։ Բայց տրվող հարցեր են։ Եթե կա այս ուղղությամբ ինչ-որ բացատրություն, հարց, չի եմ քննարկում։ Ես գիտեք ինչ կասեի, հաճախ մարդկայնորեն ես փորձում այդ հարցերին պատասխանել։ Իհարկե բոլորիս էլ հակացուցված է գիշերային աշխատանքը։ Մարդը, որ մի քանի գիշեր շարունակ արթուն է մնում, ամեն ինչը վատանում է, ուշադրությունը, կենտրոնացումը, չգիտեմ։ Ես հաճախ իմ հիվանդները, որտեղ նման հարցեր են տալի, ես ասում եմ, իհարկե նորմալ առողջ կենսակերպը այսօր բազմիցս մեր լեկցիաների ընթացքում, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ մի բան բուժելու մասին, բոլորը սկսում են նրանից, որ կենսակերպի կարգավորում, առողջ կյանք, սիգարետը թողնել, խմիչքը չափավորել, քաշը կարգավորել, վիտամին D-ի քանակը կարգավորել, արևի ճառագայթները եւ այլն։ Այսինքն բաներ, որոնք դուք բազմիցս լսել եք մեզանից, որպես հիվանդության վրա ներգործող արտաքին միջավայրի գործոններ։
Հիմա նաև քնի որակը, եթե ոչ այդքան հայտնի ազդող մի բան, բայց ընդհանուր առողջ կյանքի ցուցանիշ, ես հաճախ կասեի, որ տենց հեշտ չի հայացել, մեն որ մեկը ինձ ասի բժիշկ աշխատել քեզ չի կարելի, ինչ պիտի անեմ ես։ Չեմ պատկերացնում, ինչ կարող եմ ես։ Մարդիկ, որոնք ունեն հնարավորություն ցելեք աշխատելու այո, եթե դա ժամանակ խորհուրդ է դա որպես եթե այդ փոփոխությունը կյանքի որակի, տրամադրության վրա չի ազդում, այո, առողջ կյանքը հանգիստ քունը, մանավանդ դուք գիտեք, բազմից ենք ասել, որ ցրված սկլերոզով հիվանդների մոտ շատ լինում է այդ դյուր հոգնելիությունը։ Հաճախ հիվանդները նկարագրում են էլեմենտի զգացողությունը, որ առավոտյան լիցքավորված արթնանում են ու շատ արագ մարում են։ Ու հաճախ պետքա որ նույնիսկ կեսօրին մի հատ մի թեթև քնեն, հանգստանան ու նորից շարունակեն։ Ու եթե պետքա քնեն, հանգստանան նույն ձևի շարունակեն, ավելի լավ է իրանք այդ հնարավորությունը ստեղծեն քնեն, հանգստանան, նորից շարունակեն։ Սա եթե իրա պրոդուկտիվության համար դա պետք է ինչու ոչ։ Դա ընդունել է, որովհետև ամբողջ աշխարհում մեծում նաև պացիենտների հարցաշարերում ընդգծված է, որ արդյոք ձեր աշխատավայրում կատարվել են մոդիֆիկացիաներ, փոփոխություններ, որոնք որ ադապտացրել են ձեր աշխատունակությունը կամ ֆունկցիոնալ վիճակը տվյալ աշխատանքին, եւ դա ներառվում է աստիճաններից, աշխատանքի ռեժիմից, լուսավորությունից, քնելու հնարավորությունից, սնման հնարավորությունից եւ այլ, այսինքն ամեն ինչը ժամանակակից աշխատանքային պայմաններում նորից ընդունելի եւ նորմալ գործում է։ Մենք նկատել էին միջայլոց, որ մեր քաղաքը շատ բանը հարմարեցված չի հաշվանդամերի համար։ Մենք այսպես բացացանք, հասկացանք, որ ոնց կլիներ, եթե հանկարծ այնպես բան։ Արդյոք պետք է պահել դիետա։ Բնականաբար ապացուցողականությունը երբեք այս պարագայում չի աշխատել են առումով, որ չկա դիետա, որը կթեթևացնի օրինակ սրացումների առաջացումը։ Էլի կրկին անգամ նշում ենք, որ ուղղակի առողջ սնունդ։ Այն ինչը առողջ գրիվ առողջ մարդկանում ցանկացած խնդիր ունեցող մարդես պարագայում պետք է անի։ Այդ արդեն կախված իր օրգանիզմից, հնարավորությունից ու մնացածից պետք է ադապտացնել հնարավորինս ավելի առողջ սնունդ կիրառելու տեսանկյունից։ Ես կարելի է ասեմ մի բան ասեմ, որ նոր եմ իմացել հիվանդից, չգիտեմ թե գիտեք թե չէ։ Շատ բրազիլացի հեղինակի անուն կա։ Վիտամին D-ի կատաղի դոզաներով հագեցնել հիվանդներին։ Դուք այդ մարդու անունը գիտեք, այն որ հիվանդը ասել, բացարձակ։ Բժիշկա թե պարամետրիկա թե պարակլինիցիստա։ Դատիկիս ասած չեմ ինչա։ Բայց հեղեղված է ինտերնետը դրանով։ Դրան միակ հավաքապաստակ կա կներեք։ 100,000 միավոր միջազգային ամեն օր հիվանդների մոտ հիպերկալցեմիա, եսիմիա, դրան միակ լավ պատասխան կա, որովհետև շատ որ օգնում է, հիվանդները հավատում են։ Ես հիմա նայածով չի։ Դրան շատ լավ հակապաստառ կան մեզ վիտամին D-ի կիրառմանը դեռևս 100 տարի առաջ, որտեղ ճշմարտությունը մինչև հիմա պահպանվում է, կա հստակ մեկ ճշմարտություն, որ շատ ավելի լավ է ծանր աստիճանի հիպովիտամինոզ D-ն, այսինքն վիտամին D-ի անբավարարությունը, քան շատ թույլ հիպերվիտամինոզը, այսինքն քիչ տոքսիկ քանակը շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան թե շատ խոր անբավարարությունը, որովհետև խոր անբավարարության հետևանքների մեծամասնությունը որոշակիորեն դարձելի են դեղորայք վիտամին D-ի հավելումների կիրառմամբ։ Իսկ հիպերվիտամինոզ D-ի կողմնակերպիկները շատ հաճախ կարող են զարգացնել այնպիսի բարդություններ, որոնք այլևս անդարձելի են։ Դրանցից ամենախոշորները հենց խոշոր անոթների կալցիֆիկացիան է։ Եվ խոշոր անոթների կալցիֆիկացիան կարող է անդառնալի հետևանքներ բերել, այդ թվում նաև շատ լուրջ սիրտանոթային հիվանդության բարձրացման եւ սիրտանոթային մահացության բարձրացման։ Հետևաբար տվյալ դեպքի համար այդ հակափաստարկը կա ու միանշանակ դա պետք է արգումենտ համարվի եւ պոտենցիալ եթե պետք է բուժենք ցրված սկլերոզ թեկուզ եթե ունի ինչ-որ բուժական ազդեցություն, բայց դրա փոխարեն առաջացնենք շատ ավելի լուրջ բարդություններ, որոնք կարող են կյանքի հետ անհատեղել լինել, դրանում տրամաբանություն չկա։ Էլի չեմ ալարի ավելացնեմ, որ լսեք ձեր օրգանիզմին, որովհետև այս պարագայում էլ իհարկե պետք է հաշվի առնեք, թե ինչ եք ստանում այդ նույն վիտամինները խմելուց։ Օրեցօր փոխվող բժշկության մեջ վաղը կարող են չափորոշիչները փոխվել, դրա համար ամեն ինչի չափավորը ավելի առողջ է։ Ես էլ եմ ուզում այդ օրեցօր փոխվող բժշկության թեման բանանեմ, ու նաև ուզում ասեմ ոչ թե, այսինքն կարող լսել նաև օրգանիզմին, բայց նաև բժշկին, որտեղ ասելով այդ մի դիետայի մասին, որը խելահեղ էր, բայց ես ուզում եմ նաև ձեզ գիտեք ինչ ասեմ,
որ փորձեք գտնել ինչքանով է դա ապացուցված, հետազոտված, քանի հիվանդի վրա է հետազոտված, ասենք փորձեք այդ կլինիկական հետազոտությունը արված է, համեմատված է, ինքներդ փորձեք հասկանալ ինչքանով են այդ տվյալները լուրջ, որովհետև օրինակ այդ դիետայից զատ կա նաև ավելի լուրջ վերջերս արված 24 թվի լույս տեսնված հոդված Ֆրանսիայից։ Այդ իմ ասած մեկը մեկին համեմատած հիվանդներ նոր սկսված ծրված սկլերոզով, որոնց տվել են մի խմբին 100,000 միավոր վիտամին D3 միայն, երկու շաբաթը մեկ անգամ, մյուս խմբին պլացեբո, ոչինչ։ Ու այդ 2 տարի այդ հիվանդներին նայել են, այն որոնք վիտամին D էին ստացել, շատ ավելի լավ են եղել, քան նրանք, որոնք պլացեբո էին ստացել։ Վիտամին D3-ի դերը անհերքելի է։ Ոչ մեկ դրանում ստեղ նստածներից, չգիտեմ, դուք կասկածում եք թե չէ, մենք բժիշկներով չենք կասկածում։ Հարցը քանակի մեջ է։ Ու քանի դեռ մենք ոչ մեկս լավ չենք կողմնորոշվել, կարելի է, որ դուք ձեր adekvat supplementation-ը ոնց որ անում եք պահպանեք, միջազգային ստանդարտներով 2-ից 4,000 դոզան կախված տարիքից, սեզոնից եւ այլն, 6 ամիսը մեկ ստուգեք չարաշահման մեջ չընկնելու համար ու ամեն օր խմեք կամ խմեք մի անգամ շաբաթը, մի անգամ 2 շաբաթը, չգիտեմ, հաշվարկով, որ այդքանը կհամապատասխանի 2 անգամ 7-ին, 2 անգամ 10-ին, 3 անգամին, ու մոտապես ձմեռները շատացրեք, ամառները պակասացրեք։ Չնայած ամառները ուսերը պիտի բաց լինի, ասում որ վիտամին D3 բաներ ասում, ոստո պանոցի բժիշկը մարդիկ, որոնք շատ բարձր դոզաներով խմում են ու արյունը չի բարձրանում, այդ էլ արդեն ներծծման կամ յուրացման խնդիր պիտի մանկան, դրա համար չափավոր դոզա եւ հսկողություն ամեն դեպքում, առանց հսկողության չշարունակենք։ Նու իհարկե լոգանքները, այսպես ասած, էլի որպես առօրյա կյանքի որակի մի մասնիկ, բնականաբար ոչ մի առումով չենք սահմանափակում, դեռ մարդիկ են ասում են վախենում են շշուտ լողանը, որտեղ ասել են տաք ջրից կարա հիվանդությունը ծրվի։ Բնականաբար չկա այդպիսի բան, ուղղակի ինքներ են պայմանավորված տաքություն բառ լսելու հետ։ Ինչ կա։ Միայն է, բայց դա վերաբերում է ոչ թե լողանալուն, դա վերաբերում է լողալուն։ Լողավազանում, որովհետև շատ հաճախ մանավանդ շատ երիտասարդ պացիենտների շրջանում, ովքեր ֆիզիկապես ակտիվ են, սոցիալապես շատ ակտիվ են, հարցադրում է առաջանում մի շարք դեղորայքի ինդուկցիայից սկսելուց հետո լողավազան այցելելու հաճախականության մասին որոշ դեպքերում, մանավանդ իգական սեռի մոտ, մենք կարող ենք սահմանափակել օրինակ ինֆյուզիոն թերապիաներից հետո ռիդուքսիմաբ, օքրելիզումաբ եւ այլ կարճատև 2-3 շաբաթների ընթացքում օրինակ լողավազաններ այցելելը, քանի որ մենք իրականում չենք տիրապետում եւ վստահ չենք իգիենիկ պրոցեդուրաների մասին լողավազաններում, այդ թվում ջրով փոխանցվող արագ եւ այլ, որոնք որ շարժվածած մինիմալ է ռիսկը, բայց հաշվի առնելով նաեւ կանանց մոտ ուրոգենիտալ վիզային ուղիների ինֆեկցիայի եւ կամ այլ խնդիրների առումով որոշակի ժամանակ մանավանդ առաջին մի քանի շաբաթների ընթացքում կարող ենք խորհուրդ տալ ուղղակի մարդաշատ վայրերում, հասարակական այդ վայրերում լողավազան եւ այլ քիչ սահմանափակել, բայց մնացած առումներում ինչ վերաբերում է լողանալու ես բացարձակ չեմ սահմանափակում։ Հատկապես առաջին շաբաթները դեռ ընդհանրապես չի հասել, առաջին շաբաթները հաստատված որոշակի տվյալներ կան, որոնք նախկինում վիզային ինֆեկցիաների բարձր ռիսկի պարագայում ցանկալի է խուսափել, որտեղ մենք Հայաստանի պայմաններում չենք կարող ասել լողավազանները ինչքանով բուժենք այդ մարդկանց, եթե բան լինի կբուժենք վիզային ինֆեկցիաների Ես ավելի ինֆորմացիա ասի, ժողովուրդը կյանքի որակ լինելով այս ինֆորմացիայով։ Կան հարցեր։ Հա, էլի։ Օրինակ ասենք, հալա, դուք հետո եթե օրինակ ասենք հեծանի վարելը, թեկուզ մի քիչ դժվարությամբ, բայց ինքը եթե տաք օրգանիզմի ջերմաստիճան բարձրացնելու ռիսկ կա, որ ասենք այդքան ցանկալի չի, չէ՞։
Հիմա այդ նույն լոգիկայով ասենք լոկալը էլի ջերմաստիճան է բարձրացնում, նկարները չէ, սա ասեղները տաք է 28 աստիճան։ Ամեն դեպքում ջերմաստիճանի 36-ից շատ ավելի բարձր է տղաբար այդ նույն ազդեցություն չկա, եւ դրան դա ոչ բոլորի մոտ է ակտուալ։ Նույն էֆեկտը չի տա, զգացում չկա դա ոչ հանգամանքներ, նույն բանա դուք մի հարթ տեղ քշեք, նույն բանա դիք բարձրանա։ Ձեր իրարած էներգիաները տարբեր են, օրգանիզմը տարբեր ձև արտագործում։ Այդ պարագայում ասենք ծայրից ծայր լողալը առանց ընդմիջման, առանց հանգստանալու ավելի շուտ է հոգնածնելու։ Այսինքն ամենից ձեր ուժերի հոգնածության սահմանը, բայց չկա սահմանը։ Ես կարամ մի բան ասեմ, հետո կասեք ձեր հարցը։ Սովորաբար այդ ջերմաստիճանի ազդեցությունը ես հաճախ եմ որ իմ հիվանդներին բացատրեմ։ Ջերմաստիճանի ազդեցությունը երևում է բավականին շատ օջախներ ունեցող հիվանդների վրա։ Ջերմաստիճանի ազդեցությունը լինում է, երբ որ մարդկանց վնասված միելինով ջերմաստիճանի ազդեցության տակ հոսանքները էլ չեն անցնում ու վատանում է վիճակը մինչև սառի։ Դրա համար այն մարդը, որ բավականին շատ օջախներ ունի, ինքը շատ էլ ակտիվ հեծանիվ չպետք է քշի, որովհետև եթե նույնիսկ ինքը կարող է այդքան շատ արագ քշի, այդքան արագ քշելուց հետո ինքը հաստատ սպառված կլինի։ Մենք խոսում ենք ֆաթիգի մասին ու դյուր հոգնելիության մասին։ Ու հաճախ մենք մեր հիվանդներին խորհուրդ ենք տալի խնայել էներգիան ամբողջ օրվա համար։ Եթե դուք պիտի գնաք սպորտի ու ամբողջ ձեր էներգիան սպառեք, թուլացած գաք ընկնեք տանել ամբողջ երեկոն ոչինչ չկարողանաք անեք, բոլորովին իմաստ չունի այդ սպորտը։ Ձեզ պետք է այնքան, որ դուք ձեզ լավ զգաք։ Դրա համար ես հաճախ այս ամենը բացատրելով թողում եմ ձեզ իհարկե սպորտը, ֆիզիկապես ակտիվ լինելը, բայց ես կուզենայի, որ դուք օրինակ յոգա անեք, սթրեչինգ անեք, որը որ այդքան շատ ձեզանից կինետիկ էներգիա չի խլում, դուք շարժվում եք, ձգվում եք, լավ եք ձգվում, բայց չեք հոգնում որպես այդպեսին ու ձեր էներգիան պահպանում եք ամբողջ օրվա համար։ Ես չեմ պատկերացնում իմ հիվանդները, որ ասում են լավ եմ զգում հեծանից, լավ է զգում արա, ոչ մեկ որևէ բժիշկ ձեզ չի ասի այն ինչ որ լավ եք զգում պոստֆակտում մի արեք, արեք իհարկե, բայց տրամաբանորեն դուք պիտի որ այնքան էլ լավ չզգաք, պիտի որ շատ հոգնած լինեք դրանից հետո։ Դրա համար մտածեք փոխարինել դա ավելի ստատիկ բաներով։ Յոգան իդեալական կլինի, հատկապես եթե մի քիչ հավասարակշռության խնդիրներ ունեք, եթե մի քիչ ունեք լարվածություն, պաստիկայի խնդիր ունեք, շատ լավ կլինի այն նման բաները դուք անեք։ Դուք հարցում եք։ Ես հարցում էի, հարցս վերաբերվում է այդ արևի ճարակայթ հաստատին, հա։ Ես ճիշտ ասած մի քիչ ուշ եկա ու չլսեցի թեմայի շուրջ խոսել, թե չէ, բայց հիվանդներին ցուցումը կամ հակացումը արևի ճառագայթները։ Օրինակ ես ինձ մոտ կասկածում էին համակարգային կարմիր գայլա ու նախորդ բժիշկս ինձ ասում էր, որ պետք է արևից ինչքան հնարավոր հեռու մնալ։ Հիմա հարցս հետևյալն է. պետք է հեռու մնալ արևից, թե օրինակ ասում եք սերը բաց շորը ամառը ավելի լավ է, երբ որ D-վիտամինը գալիս է։ Տեսեք, ուղիղ արևի ճառագայթը, որը երկարատև նյութ է կրելու, այսինքն ժամեր եւ ամեն դեպքում մի քանի րոպեից ավել, 10 րոպեից, 20 րոպեից ավել ուղիղ ճառագայթը բնականաբար վնասակար կարա լինի այն առումով, որ ինքը հնարավոր ռիսկի գործոն է, թե այդ նույն ընդհանուր թուլության զարգացման համար, թե որոշ հանգամանքներում սրացման համար, բայց ավելի շատ դա այդքան սալյարիներին է վերաբերում ուղիղ արևի ճառագայթին ծովափին բարգած վիճակում, դրսում քայլերում այդ չի վերաբերի։ Դուք իհարկե պաշտպանություն, զոնտիկ, գլխարկ, ինչ-որ մի բան պիտի ունենաք։ Բայց ցավին արել, բոլորին է վերաբերում։ Ձեզ արգելել են, որովհետև մտածել են, որ դուք ունեք կարմիր գայլախտ եւ մաշկային բաներ առաջացնելու հակվածություն, բայց քանի որ կարմիր գայլախտը հերքվել է, հիմա մենք խոսում ենք ցրված սկլերոզի եւ արևի ինձ մոտ տաք ջրով լոգանքները կարգել։ Ես Ես սովորաբար չեմ արգելում։ Չէ, արգելում։ Եթե ես պիտի որ արգելած չլինեմ, ուղղակի պիտի որ բացատրացնեմ, որ հնարավոր է որ դուք վատը զգաք տաք լոգանքից, ոնց որ եւ հնարավոր է դուք վատը զգաք, որ ջերմությունը մի փոքր բարձրանա, նույնիսկ այնքան վատ, որ մտածեք, որ հիվանդության սրացում է, որը սրացում կարող է չլինել, այլ միայն ժամանակավոր վատացում ի պատասխան օրգանիզմի տաքացման։
Եթե դուք այդ ամենը դուք լոգանք ընդունեցիք ված գացիք, լոգանքի ջերմաստիճանը իջեցրեք, բայց եթե դուք ձեր սիրած ջերմաստիճանով լոգանքի ված չեք զգում, ես որևէ նպատակ չունեմ ձեր սովորությունները փոխելու։ Չէ, ուղղակի մեկը կոնկրետ լոգանքի հետ կապված է, այսպես երբ որ դողանամ, չգիտեմ, ոտքերի շրջանը թուլություն եմ զգում, հիմնականում ոտնաթափերին ավերադեպում, ու երևի թե ձախ մատերս, չէ, ութ մատերս, կներեք ձախ մատերս չէ։ Ես կապում եմ դրա հետ, որտեղ լոգանքից հետո լավ եմ, բայց ջուրը ախր նորմալ է։ Դե գուցե հիմա որ մի քանի աշճան իջեցնես, դա չզգաս, որտեղ կարող է լինել դա։ Իսկ դրանից լոգանքից դուրս, եթե կա էլ ինչ-որ հանգամանքում եք նույն զգացողությունը կամ առանց լարվածության, այդ դեպքում նորից բժշկի այց, որ հասկանանք, միգուցե ինչ-որ հնարավոր բուժոր օջախում եք այս բանը մտեց այս զգում չեմ կարող ասել է, այստեղ մանրամասները չարսնեմ, բայց ամեն դեպքում պիտի այդ իշխում ենք էլի։ Ես ուղղակի արևի վերաբերող հարցեր մեկնաբանելիս, տեսեք, այստեղ շատ կարևոր է, որ տարբերակենք մենք արևահարությունը եւ արևի ճառագայթների ազդեցությունը, որևիցե պացիենտի բացառության մի շարք հիվանդությունների արգելված չէ արևի ներքո գտնվելը։ Ցանկացած առողջ մարդու առանց որևիցե խնդրի ներկայումս մաշկաբանները խորհուրդ են տալիս, որ ամբողջ ամառվա ընթացքում լինեն արևապաշտպանով, լինեն ծածկող գլխարկով, պիկ ժամերին եւ այլ, իսկ դա ընդհանուր ցուցում է եւ ոչ միայն կոնկրետ սլացիդարոզոր պացիենտների։ Եվ այստեղ երբ որ արձադրումը տրվում է արևի ճառագայթների բացասական ազդեցության մասին, դա խոսքը վերաբերում է ոչ թե ամառվա ամիսներին կես ժամ արևի տակ քայլելուն, ուսերը բաց լինելուն եւ այլն, խոսքը վերաբերում է արևահարությանը, որովհետեւ արևահարությունը ինքնին հանգստանում է լուրջ իմուն խթանիչ գործում։ Բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ այդ զագար ասվածը արևահարություն ասված ուղղակիորեն հակացուցված է, որովհետև մեր մաշկը իրենից հանդիսանում է, մեր մաշկը դա առանձին օրգան է, ոնց որ սիրտը, լյարդը, թոքերը եւ այլն, մեր ամենամեծ օրգանն է, որպես այդպեսին։ Եվ մեր ենթամաշկային շրջանում կան բավականին մեծ քանակությամբ կուտակված, այսպես ասած, իմուն համակարգի բջիջներ։ Եվ ինսոլացիան արևահարությունը դա լուրջ պրովոկացնող գործոն է, որ այդ իմուն համակարգը դրդվի։ Հետևաբար խոսքը վերաբերում է արևահարությանը, որը կարող է լուրջ գործոն հանդիսանալ հիվանդության ստեղծման, որտեղ իմուն համակարգը լուրջ կերպով խթանվում է ջերմով։ Հետևաբար արևահարությունը այո հակացուցված է։ Զարգար այո հակացուցված է, բայց արևի ազդեցությունը որպես այդպեսին, որ մենք ասենք պետք է քողարկված կյանք վարենք, իհարկե ոչ։ Պահպանելով բոլոր կանոնները։ Արևապաշտպան քսուկ գլխարկ արևային պիկ ժամերին խուսափել պիկ ժամերին արևի տենքով գտնվելուց եւ այլ, այսինքն ընդհանուր առմամբ ցուցումները նույնն են, ինչ որ ընդհանուր պոպուլյացիայի համար։ Խոսքը առանցքային վերաբերում է արևահարությանը։ Տեսեք, ցանկացած իրար հարց ու գործ անելով կարող եք լսած լինել, որ գնացի ծով եկա, ունի մոտ սկսեց այս ինչ խնդիր է, դա վերաբերում օրինակ ռևմատոիդ պոլիարտրիտ, վասկուլարիտ կամ չունի, ցանկացած աուտոիմուն պրոցեսի։ Հետևաբար մենք ծովին չենք գնում, հաճախ զագար ընդունելու համար, որ կան այստեղ երևա ծով ենք գնացել, բայց այս պարագայում պիտի փորձենք խուսափել այդ մի գաղափարախոսությունից, որ սալարի գնանք զագարի համար, ոչ էլ արևի տակ երկար հանգիստ ստվերում իհարկե ծովը որպես այդպեսին հակացություն չի։ Բայց նույնիսկ ծովում բոլորը դուք 12-ից 5-ը երբ դուք ծովում մարտեսնում։ Բոլորը որտեղ շատ հայկա տեսնում ես։ Մեր բոլորը մինչև 12-ը, հետո 12-ից 5-ը թաքնվում է, հետո գնում եք իրից հետո բոլորը արևի ուղիղ ճառագայթները այդ ուլտրամանուշակագույն բանը, հա, էլի ինքը մաշկային խնդիրներ է առաջացնում, դե բոլորին պարզապես աուտոիմուն խնդիր ունեցող կամ իմուն համակարգի խնդիր ունեցող մարդու մոտ բնականաբար արևահարությունը այլ մարդու մոտ կարող է որից էական խնդիր չպրովոկացնել, իմուն համակարգի խնդիր ունեցող մարդու դա հավելյալ ռիսկ է իմուն համակարգի խթանման եւ աուտոիմուն պրոցեսների, այսպես ասած, ագրեսիվացման, այսպես մեկնաբանենք, հա։ Հետեւաբար դա է կոնկրետ գործում, որը որ չի թույլատրում որոշակի պացիենտների արևահարություն, պացիենտների խմբում արևահարություն։ Ինձ թույլ կտակ, քանի որ մենք բավականին խոսեցինք, բայց մենք էլի բանն ենք խոսելու, ինչքան ես գիտեմ։ Հա, բայց մի հարց էլ եմ ուզում քննարկենք, հետո անցնենք մյուսին։ Հաճախ տրվող հարց, որն է լավագույն բուժումը։ Նամանավանդ պետության կողմից տեղերի հովանավորումից հետո ում եք 4 տեղ ու շատ հաճախ հիշում է, բայց ես ես չեմ ստանում, այն եմ ստանում կամ հակառակը։
ուզում եմ մենք բոլորս հերթով ասենք այս մասին որպես բժիշկներ ու բնականաբար նաև դուք էլ հարցեր կտաք, եթե այդտեղ հարցեր կան։ Տեսեք, հիվանդության տեսակներ ունենք։ Տեսակը ինքը պարտադրում է որոշակի կոնկրետ դեղորայք։ Ունենք հիվանդության ընթացքներ, որոնք էլի կախված ընթացքից տարբեր տեսակ դեղորայք են պահանջում։ Ու դեղորայքի լավ կամ վատ լինելը չի որոշվում իր արժեքով կամ պետության կողմից տրվելով կամ մնացած հարցերով, որոշվում է բժշկի կողմից պացիենտի անհատական վիճակով պայմանավորված, այսինքն հիվանդության ընթացք, տեսակ ու բնականաբար ուղեկցող լիքը հիվանդություններ։ Դրա համար միշտ ձեր բժշկին հավատացեք, երբ որ ինքը ձեր համար դեղորայք հանդիպում, լավ։ Ես կարամ քիչ ծավալվել մեր հարցով։ Շնայք, մենք այսօր դասախոսություն ունեինք, որ սենց էր հնչում այդ դասախոսությունը, բարձր արդյունավետության դեղեր, այդ մեր ունեցածների մեջ դարիդուքսիմաբն ու օկրելուիզումաբն է։ Բարձր արդյունավետության դեղեր, արդյոք դրանք լուծում են բոլորի համար։ Գաղագիր այդպես էր դասախոսության, ու դասախոսության առաջին մասը քննարկում էր այդ դեղերի կողմնակի ազդեցությունները։ Այնպես չի, որ իրանք շատ վնասակար են, ստացողները չնեղվեն, բայց այնպես էլ չի, որ դրանք շոկոլադ են, որ յուրաքանչյուրին կարելի առանց մտածելու տալ։ Բայց մյուս կողմից էլ շատ կան հիմա հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե ավելի շուտ սկսես այդ բարձր արդյունավետության դեղերը, շատ ավելի երկար կպահպանվի հիվանդի ֆունկցիոնալ կայուն վիճակը։ Ու հիմա իրանք ավելի հակված են տրամադրեն ավելի շուտ սկսել ակտիվ բուժումը, պահել հանդարտ հիվանդին, հետո դեղը պակասացնել, քան թե հակառակն է։ Բայց հակառակն էլ ընդունելի է, եթե դուք սկսել եք ցածր դեղով, բայց այդ ցածր դեղի արդյունավետությունը դուք պարտավոր եք հսկել MRT-ով ու ուշադիր։ Եվ եթե դուք 6 ամիսը մեկ կանոնավոր ձեր MRT-ներով հսկեք ու գնահատեք, որ ավելացավ, ուրեմն պիտի վերանայվի, եղավ գրող, ուրեմն պիտի ավելացվի դեղս, դուք էլի շատ բան չեք կորցնի հաստատ։ Այսինքն, եթե դուք ամենաբարձր դեղի վրա չեք, օկրեգուսի վրա չեք, էլի լավ ընտրություն անենց, չի որ սխալվում ենք, բայց դուք պիտի լինեք մաքսիմալ ուշադիր, ստուգելու, արդյոք այդ դեղը ձեզ պահում է 100%։ Եթե դեղը ձեզ չի պահում 100%, ուրեմն դուք փորձեք խոսել ձեր բժշկի հետ, թող ինքը ձեզ բացատրի։ Եթե դուք դեղ եք խմում, որը առանձնապես միջին ակտիվությունը կամ ցածր ակտիվություն, ասենք դուք ստանում եք դիմեթիլ ֆումարատ կամ ստանում եք ռեբիֆ, չեմ մարմին, ինչ-որ կոպաքսոն, ու դուք ամեն 6 ամիսը մեկ ձեր գլխի մեջ մի հատ նոր օջախ կա։ Այդ ինչ է նշանակում ձեր համար 10 տարի հետո, հարցրեք ձեր բժշկին, թող ինքը ձեզ բացատրի։ Որովհետև կարող է 10 տարի հետո, այդ կոնկրետ մի օջախը ոչ բան չի նշանակում, հարցը դրանում չի, բայց դուք այդ խոսակցությունը ծավալեք ձեր բժշկի հետ, թող ինքը ձեզ բացատրի, դուք ինչ որ բան կորցնում եք 10 տարի հետո կհասցնեք դա շտկել, թե կարող է այս ոսկի ժամանակը բաց թողեք 10 տարի հետո արդեն ուշ լինի այդ օկրեգուսի համար։ Անպայման ունեցեք այդ խոսակցությունը, ու եթե դուք ստանում եք այդ առաջին ընտրության դեղերը, ու դուք դրա վրա 3 հատ նոր օջախ ունեք, 4 հատ նոր օջախ ունեք, նույնիսկ եթե գրող չունեք, նախ եթե գրող չունեք, անպայման MRT-ով ստուգեք, արդյոք դուք նաև օջախներ չունեք, որտեղ մեր նպատակն է միշտ գրող չունենալ, հաշմանդամության աճ չունենալ եւ նաեւ չունենալ MRT օջախներ։ Եթե այդ ամեն ինչը կայուն պահում է, ուրեմն դեղը իդեալականը շարունակում ենք։ Եթե այդպես չի, ուրեմն քննարկեք դա ձեր բժշկի հետ, անպայման։ Մենք ունենք ավելի ուժեղ դեղ, ինչի՞ չփոխել ձեզ ավելի ուժեղ դեղը։ Տեսեք, երբ որ թույլ դեղը չի օգնում, ասում են ուժեղին։ Կա իրավիճակներ, երբ որ ընդհանրապես պետք չի նշանակել, որտեղ ավելի վնասելու եք հիվանդին։ Այդպիսի բարդացիթող վիճակներ կան, տեսակներ կան, ընթացքներ կան։ Դրա համար եթե թույլից մինչև ամենաուժեղը փորձել ենք ու ոչինչ չի օգնում, բնականաբար միշտ մի հատ ալտերնատիվա մնում է ավելի ուժեղ ազդեցության համար։
ուղղակի էլի ամեն ինչ շատ ինդիվիդուալ է որոշվում։ Օքելիզումը ամենաթոփը չի, մենք ունենք ալտերնատիվաներ, բայց արդյոք կա հնարավորություն դրանք կիրառել կամ օգտագործել, ընդդուք մինչև չի հենցողնային բջիջների փոխպատվաստում եւ այլն, բայց այդ ամեն ինչը էլի եմ ասում որոշվում է բժշկի ու պացիենտի միջև, որովհետեւ ձեր բժշկից ավելի լավ ոչ մեկ չգիտի ձեր ուղեկցողները, դրա համար իրար խորհուրդ տալով կամ այլ բժիշկ, որը ձեզ մանրամասը չգիտի, ուղղակի լեզվի ծայրով մի բառ ասել, այդ չի ֆիքսվել դրա վրա։ Բնականաբար լավագույն բուժումը այնա, ինչ ձեր համար ինդիվիդուալ այդ պարագայում։ Մեկի մոտ լյարդը խնդիր ունի, դեղի տեսակը փոխվում է, մյուսի մոտ երիկամը խնդիր ունի, փոխվում է, մեկը ոչ մի բան չունի, բայց ուզում է մեծ օջախներ ունի, ուրիշ օրգանների խնդիր չունի, բացա, որ պետք է ավելի ուժեղից սկսել թույլի գնալ, ոչ թե հակառակ, որ չունենանք հնարավորինս հարց թողնված, ժամանակահատված առողջնի արդեր պահելու համար։ Բանում ենք ավելացնում։ Կամ հարց, եթե կամ բուժմանը կարևոր է։ Օջախների առաջադրյալը կանոնի, որ միջակայք է, այսքան վաղ է զգում օջախը առաջանում կարեկսիման։ Հոգեբանորեն վատ եք զգում, թե ինչ օրինակ դեր աչքերն է, ասենք, եւ լարվածությունը վատ է զգում, դա ինչպես գնալ ընդհանրապես ասենք ոնց կարասիմանաս։ Այդ կախված է երբեք վազգում, ինչից է վազգում, այդ հանգամանքը քննարկենք։ Եթե ուզում եք բերեք քեսը քննարկենք, եթե քեսը քննարկելու մեջ ամեն ինչ որ ձեր մոտ առաջանում է ու չի անցնում, տևում է 24 ժամ, դուք պիտի քննարկեք ձեր բժշկի հետ։ Եթե ձեր մարմինը թուլացավ մի կեսը, եթե ձեր մարմինը թմրեց, եթե ձեր աչքը վատ տեսավ, եթե ձեր աչքը երկուս տեսավ, եթե դուք վիզը ծռեցիք, հոսանք անցավ, եթե երկու ոտքը թմրեց, եւ այլն, նման գանգատները, եթե առաջացան, լուծվեցին 24 ժամում, դուք լավ եք, ոչ մի խնդիր չունեք, բայց եթե 24 ժամը անցավ ու դուք շարունակում եք այդ գանգատը ունենալ, կապվեք ձեր բժշկի հետ։ Լուծումը տեղ է։ Մյուսը մտնա, իսկ եթե առաջանում է ու հետո օրինակ 24 ժամ հետո վերանում է, դա նշանակում է, որ հիվանդության ինչ-որ նոր օջախը ուզում ակտիվանա, բայց դեռ Նո, դա կարող է բոլորից մեն, հիմա ոտից գցել եմ թմրել 24 ժամ անցավ, ուրեմն դա չի համարվում, առանցքային, ինչպես նշեց բժշկի Երազարյանը, առանցքային դետերմինանտը դրա դա 24 ժամն է, այսինքն ցանկացած նոր առաջացած գանգատ կամ եղած գանգատի խորացում տևում է 1 օր եւ ավելի, դա ուշադրություն է պահանջում հնարավոր նոր գրոհի։ Ցանկացած այլ գանգատ, որը տևում է մինչև 24 ժամ, անցող է 2 րոպե, 1 ժամ, 3 ժամ, որը կապված է պսիխոէմոցիոնալ ստրեսի հետ, հոգնածության հետ, առավել ևս ջերմության հետ, ջերմաստիճանի բարձրացման հետ եւ այլ, դրանք համարվում են արկա ախտանիշների ժամանակավոր վատթարացում, որոնք որ նահանջում են եւ դրանք չեն հանդիսանում գրոհ, դրանք չեն պահանջում նեյրովիզուալիզացիա, այսինքն MRT-ի անցկացում, դրանք չեն պահանջում լրացուցիչ դեղորայքային միջամտություն, այսինքն առանցքային հարցը ձեր գանգատը արդյոք պահպանվեց 24 ժամ եւ ավել, եթե պահպանվեց, այդ դեպքում դիմում եք բժշկի, որովհետեւ դեռևս դա էլ չի նշանակում, եթե 24 ժամ պահպանվեց եւ ավել, անպայման ձեզ պետք է շատ ուղղակի MRT, անպայման պետք է հորմոն եւ այլ, որովհետեւ մինչեւ դա կամ բազմաթիվ այլ մեթոդներ, սկսած կլինիկական զննումից վերջացած այլ հետազոտական մեթոդներ, որոնցով հնարավոր է իդենտիֆիկացնել կա արդյոք ինչ-որ վատթարացում, թե ոչ, եթե օրինակ տեսողությանն է վերաբերվում, կան այլ մեթոդներ, արդյոք տեսադաշտը, տեսողության սրությունը եւ այլ փոխվել է ձեր բազային կամ նախորդ տվյալների հետ համեմատած, թե ոչ։ Բայց երկտեսություն ոչ բոլորը չունեն, օրինակ սովորական մարդիկ հաստատ երկտեսություն չունեն։ Ու այսօր եթե մեր մոտ երկտեսություն առաջացավ, օրինակ այսօր առաջացավ, վաղը վերացավ, դա ոչ բոլորի մոտ կա։ Միևնույնն է, դուրս չի։ Երկտեսությունը եթե չունի օրգանական, նախ երկտեսությունը երբեք չի առաջանում կոնկրետ MSI պարագայում, եւ տևում ինքը դեպի քանի րոպե, 1 ժամ, 2 ժամ եւ անցնում։ Եթե ինքը զարգանում է, ուրեմն ինքը կապված է որոշակի օջախի հետ եւ ինքը սովորաբար տևելու է ավելի երկար։ Խոսքը դրան չի վերաբերում։ Կան այլ արտաբանական հիվանդություններ, որոնց դեպքում կարող է երկտեսությունը կարճաժամկետ լինել, բայց MSI պարագայում նշանակում է ինքը օրգանական գլխուղեղում կոնկրետ սուբստրատ ունի ինքը։ Դրավար չի կարող լինել 3 րոպեանոց երկտեսություն եւ անցնել եւ դա կապահանված լինել նոր զարգացած օջախի հետ։ Կա երկու տեսակի գանգատ, որ կարող է տենց կարճատև լինել։
Մեկը այդ լերմիտի ֆենոմեն կոչվածն է, որ պարանոցը իջացում եք հոսանքը մեջքով անցնում է, վարկենաբար ուղեցիկ անցում է, մի քանի ամիս մնում է պարանոցում օջախի մասնավկայում, դա վարկենական սիմպտոմներ են, բայց օջախի մասին վկայող։ Եվ երկրորդը երբեմն ունենում են հիվանդները պարոքսիզմալ երևույթներ։ Եթե ձեր մեջ կան մարդիկ, երբեմն ունենում են այդ անցող կերպներ, մենակ կարբամազեպինով են անցնում, հորմոնը եւ այլն հաճախ չեն օգնում։ Այսինքն, տենց կարճատև բաներ են, բայց դուք ճանաչում եք դրանք, իրանք կրկնվում են անընդհատ, 50-ներով, 100-ով, 40-ով օրվա ընթացքում։ Տենց էլ կարելի, բայց հիմնականում իրանք պերմանենտ մնում են։ Այսինքն 24 ժամ, 1 օր, 2 օր, 3 օր, հետևաբար 24, եթե մի րոպե, 10 րոպե, 5 րոպե, 15 րոպե, 2 ժամ հանգստացր անցավ կամ դիրքդ փողեցիր անցավ, այնքան բազմաթիվ բաներ կան հոգեվիճակից սկսած դիրքից վերջացած, որ կարող են դες բաներ առաջացնել։ Այդ 24 ժամը ձեզ կօգնի ֆիլտրել գոնե, քիչ թե շատ լուրջերը, որոնց համար պիտի դիմեք բժշկի։ Քանի որ նշվեց, որ դեմորայքի ազդեցության վերահսկողությունը շատ կարևոր է MRT-ի միջոցով, հիմա ես ընդունում եմ դիմեֆիլ ֆումարատ, մոտավորապես մի քանի ամսից 6 ամսի դրանում է։ Ես ինձ լավ եմ զգում, արդյոք կարիք կա հասկանալու համար MRT հետազոտություն անել, թե 1 տարի, թե ինչքան ժամանակահատված պետք է անցնի։ Եթե նոր եք սկսել խմել ու 6 ամիսը չի լրացել, լրանալու պես պարտադիր պիտի անեք, որ հասկանաք դե ձեր համար աշխատում է թե չէ, որտեղ կլինիկական վատացում չունենալը դեռ չի նշանակում, որ այնտեղ բորբոքումը չի շարունակվում։ Այսպես ասած գլխավորում կան համր զոնաներ, ճիշտ չի հնչում դա, բայց փաստացի այդպես է, որտեղ զարգացող օջախների պարագայում մենք կարող ենք որևիցե կլինիկական դրսևորում կամ ախտանիշ չունենալ։ Հետևաբար, քանի որ այդ ռիսկը կա, որ նույնիսկ կարող է 6-7 օջախ զարգանալ, որևիցե գանգատ չունենալ, բայց դա նշանակում է, որ ձեր ուրախությունը մոդիֆիկացնող թերապիան տվյալ դեպքում չի աշխատում կամ վատ է աշխատում, դա հիմք է հանդիսանալու դեղորայքի փոփոխության, որովհետև ասիմպտոմ լինելը դա չի նշանակում, որ այդտեղ խնդիր չկա։ 6-7 օջախ կամ ամեն տարի մեկ հավաքել մի քանի օջախ, դա տարիների ընթացքում ուղղել առողջացվածքի կորուստ է։ Չունեք հիմա խնդիր, այդ խնդիրը կզարգանա տարիներ հետո։ Հետևաբար գանգատ չունենալը, բայց օջախը չվերահսկել, օջախների թվականակը եւ տեղակայությունը, մի խոսքով չվերահսկելը դա արգումենտ չէ, այսինքն անկախ գանգատի առկայությունից կլինիկին պահանջում է ռադիոլոգիական վերահսկողություն։ Ու շրջաններում որոշ դեպքերում մենք հետաձգում ենք MRT-ի ժամանակահատված, երբ որ մենք տեղական կիրառման դեպքում համոզված ենք լինում, որ ստաբիլ է պացիենտը եւ սկսում ենք որոշ դեպքերում ոչ թե կես տարին մեկ անգամ անել, եթե 1 տարի անգամ շատ հազվադեպ դեպքերում կարող շահել, բայց փաստացի սկզբնական շրջանում ռադիոլոգիական հսկողությունը դա պատահում։ Ես եք անի 6 ամիս հետո, բայց ես ուժի ձև կգնահատեի ճիշտ ասած, որովհետև 6 ամիս հետո եթե օջախ է լինում, ես թույլատրելի եմ դա համանում, որովհետև որ դեղը դուք սկսեցիք խմել, ինքը սկսեց աշխատել 3-րդ ամսից։ Այսինքն եթե նույնիսկ ընդեղ մի հատ օջախ կա կամ 2 հատ օջախ, ես հակված եմ մտածել, որ քանի դեռ դեղը չէր աշխատում, ձեր մոտ այդ օջախները ավելացան։ 6 ամիս հետո անում եմ այդ նկարը, հետո մի տարի հետո եմ անում այդ համիշ նորմալը ու համեմատում եմ 6 ամիս հետո մի տարի հետ։ Այդտեղ եթե դուք ունեք նկատելի ավելացում, ձեր դեղը պիտի փոխվի։ Եթե ունեք 3+ կամ եթե ունեք ընդհանուր թիվը 3+ ավելացումը կամ կլինիկական սրացումը պիտի քննարկվի դեղի փոփոխություն։ Տեսեք, մեկ է շատ կարևոր հանգամանք, գալիս ասում են լավ կլինի այս անգամ 3 տեսլա անում։ Եթե առաջինը 1.5 տեսլա է, դուք չեք կարող երկրորդը 3-ով համեմատեք իրար հետ արհեստական, կարող եք մի քանի օջախ ավել տեսնել։ Դա չի նշանակում, որ սրացում է։ Ուղղակի շերտերի քանակը շատ է, կարող է մի քանի օջախ ավել։ Այս պարագայում եւս եղեք ուշադիր, որ չունեք ստրեսի մեջ ու ամեն դեպքում էլի բժիշկի հետ քննարկեք, նոր գնացեք MRT-ի։ Միշտ բազովի հետ պիտի համեմատել ճիշտ լավ չեմ զգում։ Դա կարող կապված լինի թռիչքի հետ, թե ուղղակի հոգնածություն կամ ինչ-որ, այսինքն ինքնաթիռի ինքնաթիռում։ Ինքնաթիռով թռիչքը հակառակը նախընտրելի է, որովհետև երկար ճանապարհորդությունները սերվացվելոց պարագայում, մասնավորապես մեքի ավտոմեքենայով գնացող, այսինքն բոլոր այն խոհադրամիջոցները, որոնք տևական վիբրացիայի ռիսկ ունեն, իսկ միկրո եւ մակրո վիբրացիան դա որոշակիորեն նաեւ գործում է օրգանիզմի համար ստրեսի, դրանք կարող են շատ մինիմալ, դա շատ չնչին է, բայց ավելի ռիսկայնություն ցուցաբերել, քան թե ինքնաթիռով թռիչքները։
Հետևաբար բուն թռիչքին ելույթ ոչինչով չի ազդում Իվանոսյանը, ինչպես նշեց Սուրժ Հովհաննիսյանը, դա ուղղակիորեն կապված է թռիչքի հետ կապված թռիչքի ասոցիացված օգնածության հետ, ոչինչ ավելի։ Եվ առանցքային նպատակը նա է, որ մենք միշտ հիշենք, եթե դա ձեր աշխատանքի մասն է կազմում, եթե թռիչքները ձեր կյանքում պետք են կարևորեն, ուրեմն դրանք չպետք է սահմանափակվեն։ Կյանքի ռիթմը պլանավորել, ապրելակերպը փոխել, կոմֆորտ ստեղծել թռիչքի ժամանակ, չգիտեմ, ձեզ հարմար հագուստ, պետք է, եթե նույնիսկ չգիտեմ, բարձ տարեք ձեր հետ, տնային մաշիկներ հագեք ինքնաթիռի մեջ, ցանկացած բան, որ ձեր կոմֆորտի զոնա է դնում, որ ձեր հեշտացնում է ձեր թռիչքը կատարեք։ Այսինքն ձեր ապրելակերպը դուք պետք է ադապտացնեք, հարմարացնեք ձեր գանգատներին, բայց ցույց տաք, որ հիվանդություն չէ, ձեր կոմֆորտի հետևաբար դա բոլորի մասնակցած մենք մեր կոմֆորտի զոնան միշտ դեպի ստեղծենք, դա տարի 7 անգամ թռիչք արեցի։ Շրջանակած բոլորը զարմացել էին։ Ինձ հասարակահասա միշտ նորմալ է։ Խիստ ինդիվիդուալ է, մարդիկ կա իրենց համար լավագույն հակադեպրեսանտը թռիչքներն են։ Ու այդ նույն հարցի շուրջ, այո, զարմացել են դրա, բայց ուզում էի անցում կատարել ֆիզիկական հոգեկան առողջությանը, որովհետև եթե մենք դեղով բորբոքումը ճնշեցինք, այն մնացածը մենք ամեն ինչը մեր ուղեղով, մեր հոգեվիճակով ենք կառավարելու։ Ու այս պարագայում, ինչքան մենք առողջ պահենք մեր հոգին, բնականաբար ավելի քիչ կունենանք սրացումներ, ավելի քիչ կունենանք դեպրեսիվ վիճակներ, որոնք խորացնելու են մեր ստրեսը, հետևաբար նաև հիվանդությունը։ Տեսեք, փառք Աստծո, երի փառք Աստծո, որ այսօր պետությունը այդ դերերի մասը հովանավորում է։ Բայց քանի որ կան շատ ուրիշ խնդիրներ, սկսած այսպես ինֆորմատիվ դաշտից վերջացրած նաև նույն ռեաբիլիտացիայով եւ այլնով, մենք բաց ունենք բավականին մեծ, ուզում եմ, որ մենք համախմբվենք իրար հետ, իդեմս բժիշկների, ձեր բոլորի բժիշկների, ու համախմբվելով ձեր հետ ստեղծենք մի համակարգ, մի ուր ամրոց, այսպես ասած, որը կփորձի թեթևացնել բոլորի կյանքում։ Ինչ առումով, տեսեք, հիմնվել է ցեղված սկլերոզով պացիենտների աջակցության հայկական ասոցիացիա, հիմնվել է իմ կողմից, բայց ամեն դեպքում մենք բոլորիս կողմից, այսպես ասեմ, բժիշկների եւ պացիենտների, ովքեր կուզենան այս ասոցիացիայի մեջ ներգրավել, որպեսզի մենք կարողանանք ուղղակի մեր այսպես ասեմ, կյանքը թեթևացնող գործընթացներ ձեռնարկենք։ Այդ գործընթացները պիտի լինեն, նորից եմ կրկնում, ինֆորմատիվ աղբյուրներ, պիտի լինեն հնարավորինս գտնել տարբերակներ, որպեսզի կարողանանք կազմակերպել ռեաբիլիտացիա, կարողանանք ձեռք բերել դեղորայքներ, որոնք այս պահի պետության կողմից չեն հովանավորվում, պիտի կարողանանք կազմակերպել տարբեր սոցիալական ծրագրեր, այդ թվում նաև աջակցություններ, այս ամեն ինչը հնարավոր պլանների մեջ է գրված, բայց այդ ամեն ինչին քայլ-քայլ տարիների ընթացքում պիտի գնա։ Երբեմն լինում են հանգամանքներ, երբ որ ցեղված սկլերոզը ախտորոշում ունեցող պացիենտների մի մասը բնականաբար աշխատավայրում է խնդիրներ ունենում, իսկ դա երբեք այն ախտորոշումը չի, որի համար պիտի մարդը աշխատանքից զրկվի, հետևաբար այդ մարդու շահերը պաշտպանել է պետք, եթե ինքը չի կարողանում անձամբ դրանալ։ Այսինքն հիմնելով այս ասոցիացիան ավելի շատ իրար ենք օգնելու, որպեսզի կարողանան կյանքը թեթևացնել։ Իմաստը հիմնական դրանում է։ Իսկ ինչով ենք հասնելու դրան, ըստ ինձ, իհարկե, այս ամեն ինչը նաև կարող է քննարկվել, առաջընթաց ունենալ։ Առաջինը, այսպես ասած, պացիենտների դպրոց ստեղծելն է, որտեղ մենք բժիշկներս հերթով միասին տարբեր տեսակ ծրագրեր իրականացնենք, կրթական ծրագրեր, հիվանդության հետ կապված բնականաբար։ Մյուսը պացիենտների հոգեբանական աջակցությունն է։ Մենք ունենանք հոգեբաններ, որոնք կարողանան ինդիվիդուալ մոտեցում դրսևորել, կարողանան աջակցել տարբեր հարցերում, բայց մյուս կողմից էլ, երբ որ կա մի տեղ, որտեղ մարդիկ ունեն մի խնդիր, այդ խնդիրը ավելի հեշտ է հաղթահարվում։ Դրա համար գեր նպատակ, որպեսզի, այսպես ասած, ցեղված սկլերոզով պացիենտների տուն հասկացողության պես ինչ-որ միավորում ունենալ այս պարագայում։ Ու իհարկե դա բժիշկների հետ, համատեղ բժիշկների աջակցությամբ պիտի լինի։ Տեսեք, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնեմ, բայց իմ և Տոմայի նախաձեռնությամբ մենք արդեն առաջի քայլեր ենք արել, դիմել ենք գրանտի, այսպես ասած, այդ տունը ստեղծելու համար իմ ասած բոլոր ասպեկտներով։ Եթե դա կստանա դրական արձագանք, բնականաբար կլինի համապատասխան տեղ,
իր բոլոր հնարավորություններով, հարմարեցված հնարավորություններ, որտեղ պացիենտները ցրված սկլերոզով կկարողանան անվճար ստանալ եւ ռեաբիլիտացիա, եւ եթե իհարկե գրանտի հատվածներ հաստատվի կկարողանան ձեռք բերել տեղորայքներ, որոնք չկան, որովհետեւ ձևեր ու տեսակներ կան կամ սիմպտոմատիկ բուժման տեղորայքներ, որոնք էլի Հայաստանում գրանցված չեն։ Այսինքն այս ամեն ինչը քայլեր են, որոնք ժամանակի հետ պիտի արվեն, բայց այս պահի դրությամբ հիմնված ունենք միայն այս ասոցիացիան, որին կարող ենք ցանկացածս անդամագրվել, այդ ասոցիացիան կունենա խորհուրդ, միասին կքննարկենք հարցեր, կանենք որոշումներ, այսինքն այս ամեն ինչը քայլ կգնա առաջ։ Բնականաբար այդտեղ մտնում է նաև ցանկացած տեսակ համագործակցություն թե Հայաստանի տարբեր կառույցների հետ, թե միջազգային կառույցների հետ, ու այդ ամեն ինչը մեզ կօգնի ուղղակի բարելավելու համար ասոցիացիայի աշխատանքն ու գործունեությունը։ Իհարկե անդամակցել կարող եք ցանկացածից, ինչպես ասեցի, եւ բժիշկ եւ պացիենտ, սա համատեղ համագործակցություն է լինելու ու արդեն հնարավորության դեպքում, եթե ստացվի, որ հաստատվի կոնկրետ այդ գրանտը, որին մենք արդեն դիմել ենք, շատ հեռու ապագայում չի լինի, այլ առաջիկա տարվա ընթացքում մենք միգուցե հանդիպենք արդեն այդ կենտրոնում, որպես վայր, որտեղ ցանկացած կարող եք ցանկացած ժամի ցանկացած օգնություն ստանալ։ Այսքանը, եթե ունենք հարցեր։ Իսկ կներեք, օնլայն հարթակ ունեք, եթե այս պահի դրությամբ չէ, բայց առաջիկա ամսում կունենանք, անպայման, որտեղ էլի որպես ինչ-որ նորություններ լինի, հնարավոր է։ Այդ պարագայում բժիշկները ձեզ ավելի հասանելի միգուցե կլինեն այդ հարթակում ձեր հարցերին պատասխանելու համար, եթե չստացվի, որ այդ պահին հնարավոր չի հասնել բժիշկին։ Ծանր ձևով է ստիպետանում, ու հատկապես ազդում աչքի վրա, էլի։ Ամեն տարի ասել են վակցինա կախված է նրանից, դուք այդ պահին ինչ տեղ եք ստանում, այդ իր համապատասխան ժամանակահատվածում։ Դա իրական շատ ակտուալ հարց է, ես անպայման ցույց տվեք դրան պատասխանեմ, տեսեք, գրիպի դեմ պատվաստումը դա չի նշանակում պատվաստվեցիք տվյալ շնչական վարակների սեզոնում շրջանառվող բոլոր վիրուսների դեմ։ Գրիպի դեմ պատվաստումը դա թիրախային պատվաստում է կոնկրետ գրիպի հարուցչի հանդեպ։ Եվ դա սովորաբար գրիպի 2 կամ 3 տեսակի վիրուսների հանդեպ պատվաստանյութ է։ Համապատասխան սեզոնում շնչական վարակների շրջանառվում են տասնյակ վիրուսներ։ Եվ գրիպի դեմ պատվաստումը ձեզ պաշտպանում է շնչական ամենածանր վարակից։ Դա հենց տիպիկ գրիպի վիրուսով պայմանավորված վարակն է, որը սովորաբար շատ ավելի ծանր ընթացք ունի, շատ ավելի բարձր բարդությունների ռիսկ ունի եւ այլն եւ այլն։ Այսինքն դա չի նշանակում, որ դուք շնչական վարակների մնացած ամբողջ սպեկտրից պաշտպանվեցիք եւ յուրաքանչյուրս այդ սեզոնի ընթացքում է տասնյակ վարակներից որից մեկով հիվանդանում են կամ մի քանիսով։ Այսինքն ձեր պարագայում այդ պատվաստումը ձեզ պաշտպանում է շատ ավելի ծանր ենթատեսակից, բայց մնացած շնչական վարակները, որոնք չունեն սպეციფიկ պատվաստանյութ, բոլորս ընկալունակ են դրան հանդեպ եւ մենք տարվա ընթացքում ամեն մեկս մեկ կամ մի քանի անգամ դրանով վարակում ենք։ Եվ հենց շնչական վարակի ընթացքում ձեր ախտանիշների սրացումը դա հենց այնա, որ դա իրական սրացում չի, դա ջերմության, շնչական վարակի ինֆեկցիոն հիվանդության ժամանակ ձեր գանգատների, այսպես ասած, ավելի արտահայտված դրսևորումն է, ոչինչ ավելի։ Իսկ ինչ վերաբերում է պատվաստմանը, այո, եթե դա համատեղելի է ձեր ընդունող դերերի հետ, միաժամանակ պատվաստումը ցուցված է։ Դիմետրիցինալը ինքը իմունոմոդուլյատոր է, տեղաբար այո, կիրառման ժամանակ գրիպի դեմ պատվաստանյութ ցուցված է կարելի։ Մի փոքրիկ հարցեր ես ունեմ, կներեք։ Ես օրինակ մտավախություն ունեմ, որ օրինակ տեսեք, ինձ արդեն պետությունը, կարելի ասել, օկրիվուս է ասել, որ կայանցնա, բայց հունվար ամսից, եթե չեմ սխալվում հունվար, այդ կստանայի ու դեռ չկա այդ բերը։ Այսինքն հերթական կստանալ, թե առաջին անգամ խանոր եք ստանալ։ Հիմա ես մտավախություն ունեմ, արդյոք 6 ամիս հետո, երբ որ ես պետք է դերը ստանամ, դերը կլինի։ 14 օր հետո նորից եմ ստանալու, հիմա ես գիտեմ, որ 14 օր հետո, հա, օքեյ, երկու դեղամիջոցը կա, բայց 6 ամիս հետո գիտեմ, որ պետք է նորից ստանամ, բայց ես մտավախություն ունեմ, արդյոք նորից այս դուրը պիտի անցնի։ Մտավախություն ոնց ունեք, ինչ-որ ուրիշ երկ ունեք։ Մտավախություն ունեք,
Միշտեն կան խնդիր, կազմակերպչական խնդիր, բայց այս բանի դրությամբ պետությունը օֆիցիալ չի ասել, որ հիմա տալիս են, հետո չեն տալու։ Բնականաբար ընթացիկ լիքը հարցեր լինելու են, որ կարողացել ձգեն այդ ամեն ինչը, բայց ոչ մեկ չի կարող երաշխավորել։ Դրա համար եթե այս պահին ունենք սկսենք ստանալ, քանի ունենք հնարավորինս հուսալով, որ չի ուշանաց այդ հաջորդ ներառումները։ Ես ներկայացնեմ ձեզ մի քանի կազմակերպչական հարց։ Օկրեբուսը, որը մենք զանգում ենք ձեզ ու ասում ենք հաստատվել է ձեր տեղը, եկեք ստացեք, դա նշանակում է, որ ձեր անունով պետությունը ձեռք է բերել կամ տրամադրել է 2 անգամ 600 միլիգրամ իսկան դուք 4 տուփ, որը դուք ստանում եք 1 տարվա ընթացքում։ Այս օրվա դրությամբ մենք ունենք պետության կողմից հավաստում, որ Եվս հաջորդ տարվա համար կլինի օկրեբուսի և մյուս դեղերի ձեռք բերում։ Ոչ մեկս, լինելով 3-ով էլ այդ հանձնաժողովի անդամ, ոչ մեկս հիմա չեն կարող ձեզ պատասխանել, ոնց պիտի արդեն հիվանդները, որոնք ստանում են շարունակեն ստանան, կրկնակի նիստ պետք է լինի, որ արդեն ստացողները հաստատեն իրենց ստանալը, թե ավտոմատ կշարունակեն ստանալ, որոշում այդ մասին չկա, հենց լինի դες կտեղեկացնենք, և քանի որ նոր ենք սկսել դեղերը տալ, հաբեր խմողները գիտեն, որ պարբերաբար ընդհատումներ է լինում։ Կարող է նաև ձեր մտավախությունը արդարանա, որտեղ նախորդ տարվա ընթացքում այստեղ ստացողները կվկայեն, որ մի քանի ամիս ուշացումներ ա եղել։ Ուշացումներ ա եղել և որոշ մարդիկ անգամ չհամբերելով այդ ուշացմանը իրենք են ձեռք բերել տեղը։ Պետք է բան լինենք, ընկալումով մոտենանք, դա առաջին տարին է, որ արվում է, մենք փորձում էինք, ասեմ Հովհաննես Մովսելիչն է դա ներկայացնում, փորձում են ներկայացնել վիճակագրությունը Հայաստանի, վիճակագրական տվյալներ, այսինքն փաստեր, որոնք ցույց կտային, քանի հիվանդ կա Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն կա 2 հետազոտություն, մեկը 1980 քանի թվականին, արված Վահան Ժիրայրի Դարփինյանի կողմից, երկրորդ հետազոտությունը 2005 կամ 7 թվականին, արված Մանանա Հակոբյանի կողմից, որով ցույց է տված, որ Հայաստանում կա 300 քանի եւ բոլոր մեր հաշվարկները արվել են այդ 300 քանի հիվանդի հաշվարկով, մոտարապես պատկերացնելով, որքան կլինեն ագրեսիվ ընթացքով հիվանդները, առաջնային պրոգրեսիվ ընթացքով հիվանդները եւ այլն։ Բնականաբար մենք մտածել ենք նաեւ, քանի որ ունեինք այդպիսի փորձ կացվածի համար, որ մենք հաշվեցինք եղած տվյալներով կացված ծրերը եւ տարվա վերջում ստացվեց, որ մենք ուղիղ 40%-ով քիչ էինք հաշվել, մենք ստեղ էլ պատկերացնում էինք, որ քիչ է լինելու, սկսելու ենք ու պարզվի, այդպես էլ իհարկե եղավ, չնայած մենք բավականին շատ negotiation-ների բանակցություններ անցանք նախարարության հետ, մենք ասեցինք այսքան առնենք, նախարարությունը ասեց չէ, փող չկա, այսքան առնենք եւ այլն եւ այլն եւ այլն, դուք հասկանում եք, որ մենք այդքան էլ հարուստ երկիր չենք ու հաճախ փորձում ենք մի բան անել, բայց ինչքան մեր ուժերը հերիքում է։ Դրա համար էլ լինում են այդպես լապսեր, ընդհատումներ, վստահ եմ, որ ամեն տարվա հետ ավելի ու ավելի կարգավորվի տրամադրման գործընթացը, պոլիկլինիկայի բժիշկները չեն ալարի ձեր թղթագրությունը անել, այո, տեղյակ կլինեն, ոչ թե հենց մի անգամից հեռվից ամեն լսելուց կասեն մենք դες չունենք, չկա գնա հեռացի եւ վերջապես պետությունը եւս իր թվերը ավելի ճիշտ կհաշվի եւ կառնի այդ դեղերը ավելի մեծ այնքաններով ինչքանով որ պետք է եւ այլն եւ այլն։ Դրա համար ըմբռնումով մոտենանք, բայց փորձում ենք սկիզբը դժվար է միշտ։ Պետք թվում նաեւ ինչ որ ծրագիր կամ գործընթաց սկսելը։ Դրա համար հուսամ առաջիկա տարվա ընթացքում ավելի կարող է նաեւ ուրախալի լուր, որ օկրեբուսի քանակը այս տարի ավելի շատ է լինելու։ Նախնական տվյալներով այդպես է տեղեկացվել մեզ բժիշկներից։ Նախ ողջունում ենք նկատում եմ կարծեսներ մյուս կողմը պիտի լինենք, բայց այդ հիմա այս բժիշկների հետ, ովքեր այդ
ձևով արտահայտեցին, որ մեր խնդիրները դա մենակ մենք չի։ Դա բոլորին էլ կարող է լինել, պարզապես մենք մի քիչ ավելի կարող է ինչ-որ ժամանակներ արտահայտված լինել, որը նույնպես պիտի ընդունենք շատ ավելի հանգիստ։ Ես չեմ կարող հասկանալ, նախ չեմ կարող ասել այ դիվանների տեսանկյունից եմ ասում, որովհետև ես ինձ իրոք չեմ համարում։ Ես համարում եմ, որ ընդամենը ինչ-որ խնդիրներ են ունեցել կամ հենց իվարին է, բայց նրանք հաղթահարելու ճանապարհները գտնելը դա բոլորիս պատն է։ Սկսենք դրանից, այն որ այդ էջում ես շարունակ տեսնում եմ, որ ինչ-որ բոլորը իրանց խնդիրները, ցավերը, այստեղ ցաված, այստեղ ինչ-որ մի բան պատահեց, այսպես կարող է տեղակայվում եւ այլն։ Դե մենք նախ առաջ փորձենք ինքներս պատասխանենք մեր հարցերին, շատ հաճելի է, որ դուք հենց հիվանդի հոգեբանությամբ սկսեցինք դա ներկայացնել, որ դա բոլորի մոտ կարող պատահի։ Ավելի այդ հաղթահարելը բոլորի համար ընդհանրապես ուժեղության դրսևորում է։ Իսկ ասոցիացիայի ստեղծումը, ճիշտն ասած, հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի ոչ մեկը, ոչ թե այն նույնիսկ այս գանգատները, որ այն ոչ անենք, որ դեղերը չեն ստանում, այն չանենք, որ չի տալի պետությունը եւ այլն, հենց դա պիտի անենք, որովհետեւ գիտեք ինչքան հաշվանդամների եւ այլ կազմակերպություններ ունենք Հայաստանում, եւ անկեղծ ասած, ինձ ինչը շատ զարմացրեց, որ երեք երբ որ ներկայացրին, որ այս ասոցիացիան ստեղծվում է եւ կազմակերպում ենք միջոցառում, չիրս ինչ-որ շատ սրիներով դա ընդունվեց։ Ժողովուրդ 40 հատ հաշմանդամների կազմակերպություն գոյություն ունի, բոլորը հրաշալի համագործակցում են, հրաշալի աշխատում են իրար եւ հրաշալի հարցեր են։ Ոչ մի պոլիտիկա չանենք, Տոմ ջան, այստեղ հարց ընդհանրեն է, որ մենք բժիշկներով միշտ ձեր թիկունքին կանգնած ենք։ Այդ ասոցիացիայի աշխատանքը միայն դրանն է ուղղված լինելու։ Դուք էլ իրար թիկունքին դեժավյու ունենամ։ Ես ինչ որ այսպիսի մի սրահում 2005 թվականին էլի արել եմ ծրված սկլերոզի ժողով, էլի հաջորդողը եղել է, դուք եղել եք էլի։ Չես ժամանակ էլ կարծում։ Ես նույնիսկ այդ գիրքն եմ բայել, հիվանդների համար գիրք էինք տպագրել, ծրված սկլերոզի տարբեր դեմքերը։ Ինչ-որ մի տեղը չեմ։ Հիշում եմ, որ հիվանդների հանդիպում ունեինք եւ հիշում եմ, որ ես փորձեցի այդ հիվանդների հետ այսպես էլի ասոցիացիա ստեղծել։ Հիմա Կատյան ինքն է ստեղծել, որը համարում եմ ստիպված քայլ, որտեղ պիտի լինի հիվանդների ասոցիացիա, պացիենտների, հիվանդ բառը մենք օգտագործում, պացիենտ բառի հայերենը չունենք, այդ բուժարում մի տեսակ չի լուծվում մեր լեքսիկոնում։ Պացիենտների օրգանիզացիա պիտի լինի։ Այն ժամանակ ես ունեի պացիենտներ, մի 4-5 հատ մարդիկ էին հավաքվել, մեկը բաներ, հարազատ էր, հիվանդի տուններ եւ այլն։ Մենք ամեն շաբաթ ինչ-որ մի օր հավաքվում էինք, քննարկում էինք մեր խնդիրները, ու գնում էինք, հավաքվում, հետո ես հասկացա, որ իրանց մեջ մրցակցություն է, ով պիտի լինի այդ կազմակերպության պրեզիդենտը, ով պիտի լինի ես աշտոններ եւ սեկտաներ չեն ժողովում, որը տունը բոլորի համար լինելու եւ լինի նաեւ ու տես ծրվեց այս բանը։ Վերացավ գնաց, հիմա տեղի ունենում նույնը։ Նույն զուգահեռ մենք ունենք Պարկինսոնի վերաբերյալ, մեր բժիշկներից մեկը վարում է այդ պացիենտական օրգանիզացիան, որտեղ պացիենտները իր պատկերացնում այդ ակտիվիստ, ես չգիտեմ, պացիենտ պիտի լինի, որովհետև դուք մեզանից լավ եք, ճիշտ է, ասում եք բոլորս, մենք էլ կյանքի որոշակի պայմաններում դառնում ենք պացիենտ, չէ՞։ Մենք գնում ենք վակցինացիա ստանալու, գրիպ ենք հիվանդանում, սիստեմա ենք ստանում, ալերգիա ենք ունենում եւ այլն, ոտնապոտրում, երբ որ մենք հայտնվում ենք այն կողմում։ Ստեղ բժիշկան ես դու որևէ մեկ այլ մասնագետում ես փորձում ինչ-որ խորհուրդներ տալ։ Բոլորս հասկանում ենք, որ դու խոցելի ես, երբ որ այն կողմում ես։ Դրա համար իմ կարծիքով դուք պիտի լինեք ու զորեղանաք, որտեղ ուրիշ երկրներում իրենք շատ զորեղ են, բժիշկներին թելադրում են ինչ գիտական հետազոտություն իրանց համար անցկացնեն։ Բժիշկները ուզում են իրանց հետ լավը լինեն, որ իրանց փող կան իրանց համար։ Ես ուզում եմ, որ դուք այնքան զորեղ լինեք, որ նախարարության է, որ ձեր դեղերը, օրինակ այսօր բժիշկներից մեկը ինձ ասում է նախարարությունը այս ինչ հիվանդից դիմեցի ֆումարանտը չի տալիս։
Ես ուզում եմ, որ դուք դրանով զբաղվեք, ոչ ես ամեն օր գրեմ նախաճանես Իվան Գյումրի եզի պոլիկլինիկան չի տալիս Դիմետրիս Մարատ։ Դուք պիտի քարին չթողեք ձեր յազբաների համար։ Ես տենց եմ պատկերացնում։ Իսկ չգիտեմ, պրեզիդենտ օգնի, պրեզիդենտ դրեք մի տարով, մի տարի մեկը տեղեք, մի տարի փոխեք։ Երբ կառավարման խորհուրդ կարող անել։ Վերաբերում ընդհանրապես պացիենտների օրգանիզացիաներին, տեսեք, շատ խնդիրների պարագայում է նաև սրվասկլերոզի պայմաններին վաղուց գոյություն ունի առողջապահություն, որովհետև մենք դեռևս նոր ենք այսպես փորձում դուրս գալ մեր առողջապահական համակարգով հիվանդապահություն հասկացողությունից, որովհետև առողջապահությունը դա ուղղված է առողջ մարդուն կամ մարդուն առողջ պահելու։ Реալ դեպքում պացիենտների խոսքը պետք է այնքան լսելի լինի, որ առողջապահական քաղաքականություններ մշակելիս նաև հաշվի առնի պացիենտի կարծիքը, որը շատ կարևոր է, ինչպես նշեցին իմ գոլեգաները, մյուս կողմում նստած պացիենտը շատ ավելի լավ գիտի իր անհանգստությունները, քան թե մենք, որը ընդամենը հայրին ենք գանգատների արտացոլման համար։ Հետևաբար պացիենտների օրգանիզացիայի կազմակերպության խոսքը այնքան լսելի պետք է լինի, որպեսզի կարողանա առողջապահական քաղաքականություն ձևավորելուց լսելի լինի եւ այդ ձևավորողներից մեկը լինի։ Որտեղ ի վերջո, երբ որ մենք խոսում ենք երիտասարդ տարիքը թիրախավորող հիվանդության մասին, որ սոցիալական հիմնախնդիր է, մենք պետք է հաշվի առնենք, որ պետության հետ նաև մեր խոսակցությունը, որ պետք է գնա, որ պետք է մենք դեղ առնենք, որ պացիենտին բուժենք, ոչ, մենք պետք է ապահովենք դեղ, որը գնվում է այն քաղաքացու վճարած հարկերի հաշվին, ով որ այդ դերի հաշվին շարունակում է մնալ աշխատունակ, ակտիվ, սոցիալապես ակտիվ, հարկ վճարել, մնալ սոցիալի ակտիվ անդամ, այս խոսակցությունը պետք է գնա։ Որովհետև ի վերջ ունենանք նաև գլոսեղան, որտեղ մասնակցեն նաև կառավարության անդամներ եւ այդ տեսանկյունը պիտի կարողանան հասցնել իրենց։ Իսկ երբ որ իրանք կարողանան ինչ-որ դերով մասել, բնական է իրանց երկրաժամանակը պետք մեզ այդ բոլորի պատասխանել։ Բայց մասը գործընթացը պետք է ուտել, սկսել գործընթացը հետո մասը։ Ամեն դեպքում հիմա ապսեն ստեղծված է, մնում ուտելիքները շարել ու գնալ հաջորդ քայլերի։ Ես յուրաքանչյուրս ինչ նոր անելիքներ որ ունենք, անպայման ինչքան հնարավոր ակտիվ լինենք, որովհետև իրականում այդպես 1000-ից մեկ հավաքվելով հիվանդության թարմացումով ու նորությունները լսելով, որոնք անկեղծ շատ ցավալի է, բայց մեր հիվանդները չգիտես ինչի է ինֆորմացիան այսպես սպունգի նման ամբողջ օրը կլանում են ասպատ պիտի հոտերներից կարդալով մեր հիվանդությունը այդքան սարսափելի չի, ինչքան ներկայացնում հասկացա, որ այսօր մեր քրիչները ճիշտ հակառակ տեսանկյունից ներկայացվի, ձեզ շնորհակալություն շատ։ Եվ դրանից բացի բոլորս պատրաստ են ձեր կողքին կանգնել, որպեսզի կամ դուք մեր կողքին կանգնեք, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք խնդիրը մատուցել, որովհետև պատկերացրեք, թե մնացած խմբերի խնդիրները ինչքան անգամներ են ասվել, ինչքան են ներկայացվել, որ սկսել են կամաց գոնե թեքահարթակներ կառուցել։ Երբ որ արտասահմանցի նկատում է, որ հաշմանդամության համար հարմարեցված չի, որը իհարկե մեր խմբերին չէ վերաբերվում, չէ որ աշխատանքի տեղում, երբ որ մեզ պետք է ինչ-որ բաներ հարմարեցվածություններ ստեղծել, հանկարծ քեզ առաջարկում են ընդհանրեն աշխատանքից դուրս գալ։ Այդ բոլորի մասը ոչ թե մենք մեր մեջ պետք է ասենք, այլ պետական մարմինների կլոսերմանների շուրջ դրացնելով եւ այդ բոլորի մասին հասկանալով առաջարկում են կոնկրետացնել, որ երբ կլոսերմանը եւ ունենք հրավիրել։ Ես երկու բան եմ ասել, առաջինը սենյակի ջերմաստիճանը բարձր է։ Զգուշացում եմ անում, երկրորդը արագ վերջացնենք գնանք տնով, երկրորդ բանը, որ ուզում եմ ասեմ, նայեք, մեր բժիշկների վրա ինչերա դրած առավոտը գնալ գործի, ձեր բոլորի տրմաստերները նայել, հետո գնալ ախոդի, հետո գալ ամբուլատոր հիվանդներին նայել, հետո բազմակերպչական բաներ անել, հետո հոգալ, որ այդ դիմեցիլ ֆումարատը, որը պետությունը չի հասցրել, որ տեղատանը լեգի կա, որ հիվանդին ասեմ գնա առնի դեղը հանկարծ չընդհատվի եւ այլն եւ այլն։ Այդ ամեն շարքում չենք հասցնում կյանքի որակին հասնենք։ Ես շատ հաճախ երբեմն որ նայում եմ դրսի բժիշկների ռեկոմանդացիաներին, ես տեսնում եմ, որ մենք հայկական բժիշկներս կամ մեզանից որոշները, չգիտեմ, երևի ոչ բոլորը, մենք շատ մանր բաների համար պայքարում ենք։
ամբողջ օրը զբաղված ենք պայքարելով, զանգենք ինչ-որ մեկին, ասենք, որ գիտես, այս հիվանդին ընդունի մեղ կա, դժվարությամբ եկել է ռայոնից հետ մի ճամփի, զանգենք, ասենք, MRT-ում տեղ գտի, զանգեմ MRT-ի հետ կռիվ անեմ, որ կոնտրաստ ինչի չես արել, կամ ընդհակառակը զանգեմ կռիվ անեմ ինչի ես արել, երբ որ ես ասել էի չանես, զանգեմ MRT-ի հետ կռիվ անեմ, ասեմ, այս պատասխանը ինչ ես սենց գրել, ես չգրեի, ամբողջ օրը անցնում է այդ դրա մեջ, սպառվում ես, ինչ եմ անում? Չէ, դրա համար ձեր հետ հավասար աշխատելու ժամանակ չկա, պետք է մեկը անի կազմակերպի, երբ որ մեր կարիքը կա, միանշանակ ձեր կողքին ենք, եթե արդեն ստեղ նստած ենք, արտասահմանցի հյուրերից ճամփել եմ, սիթի տուրի ձեր հետ նստած են, նշանակում է ես սա ավելի եմ կարևորում, քան նա։ Դա, ուրեմն, ուզում եմ ասեմ, որ պիտի հոգեբանության մեջ էլ փոփոխություն տիրի ձեր ճակատագիրը պիտի վերցնեք ձեր ձեռքը, մի բան արեք այդքան մեզ, մենք կարող ենք, մեկը կլինի բարոյական բժիշկ, մեկը խելոք բժիշկ, մեկը լավ բժիշկ, մյուսն էլ հակառակը։ Դուք նաև ինքներդ պիտի զբաղվեք ձեր ճակատագրի կարգավորումով, պահանջատեր լինեք ձեր իրավունքների, ձեր դեղի, ձեր բժշկի, որակի։ Ու դուք դա հիմա բժշկուհի Հովհաննիսյանը ձեզ գործիք ա տալի այդ պայքարի համար։ Ինքն էլ ստեղծում ա դա, որ դուք պիտի ակտիվանաք ու այդ գործիքը վերցնեք, սկսեք աշխատել։ Ես տենց եմ ճիշտ եմ հասկանում։ Լավ, կներեք էլի, հիմա ՀԿ-ն ձևավորված է արդեն պաշտոնապես ինքը իր կազմը կամ ինչ-որ Facebook-ը այդ ամեն ինչը պիտի հավաքեն, քննարկեն ինքը ընդհանրապես ռեգիստրացիայում, այս ռեգիստրացիան, որ ռեգիստրացիաս անում, ինքը ուզում է president, executive, ինչ այդ դրանք հետո անենք, պարտադիր պայման չի։ Ես ուզում եմ մի հատ տնօրեն, ուղղակի ես իմ անունով եմ բնակավարը բացել, որ այդ իրավաբանական ինքը տենց ինչ-որ ընթացակարգեր ընթացակարգերը, այնպես հա, իրավունքներ եւ այլ այդ ամեն չկա, դա ստանդարտ բան է։ Ընթացքում ասենք ինչ-որ պաշտոնական էջ կմասեցվի, չգիտեմ, ասենք որ փորձենք հասկանանք, եթե ինչ-որ կազմակերպչական հարցեր են առաջ գալի, ենթադրենք ուզում ենք ինչ-որ նախաձեռնողական բաներ եթե ինչ-որ մեկը կարողանում է ձեզանից IT մասնագետը ինքը բացի այդ on-line հարթակը, մեր սիրով Եթե չէ, փորձենք մենք այդ կազմակերպել, մենք գտնենք։ Ես առաջարկում եմ հետևել, ձեր անունը Տոմա էր, հետևել Տոմայի առաջարկին եւ ոնց որ open բացելու հայտարարելու մի հատ միտինգ սրանից դուրս անենք, որտեղ ուզում եմ լսել նաեւ ձեզ, դուք էլ մենք հետո կմիանանք ձեզ, ոչ թե հետո նստած կլինենք, հետո կխոսենք, խոսողը դուք լինեք։ Որ ձևակերպեք, ինչ եք ուզում, որ լինի այդ կազմակերպության նպատակը, ինչ ճանապարհով եք ուզում այդ նպատակին հասնել, այդ թվում ու ձեր մոտակա գործողությունները ստրատեգիական, ուզում եք կայք, ուզում եք, չգիտեմ, էլի բաներ եք ուզում եւ այլն, ու ո՞նց եք դրան հասնել, ով է այդ կայքի փողա ձեզ պետք ճարել, ոնց եք ինչ ուղիներով եք փող ճարել եւ այլն, կներեք, առարկայական խոսակցություն։ Այո, դա երկար ժամանակ պահանջող հարց է, դրա համար այսօր ստեղ այդ ամեն ինչը չենք մանրամասնում, ուղղակի ընդհանուր գաղափար է։ Բայց ամենայն դեպս առաջարկում եմ առաջիկա հանդիպումը անցկացնել օրինակ սոցիալ-նախարարության եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ։ Եկեք մենք հենց իրար հետ հասկանանք ինչ կարելի է ձեռնարկում նոր կոմանենք պետական մարմիններ չէինք ուզում ասել, առողջապահության նախարարի կոնտակտ ես կարող եմ անել։ Դիմեմ, ասեմ ուզում ենք ընդունելություն։ Անվանումը տանք, աջակից այդ կազմակերպությունը ուզում է։ Ինչ ենք ուզում իրենից։ Այո, դրամայը։ Եթե մենք հանդիպենք ինտերվյուս, ասենք քննարկենք, թե մենք ինչ ենք ի վերջո ուզում դեռևս մենք ենք հասկացած, այո։ Վստահեցնում եմ ձեզ, որ իրանց կողմից որևիցե նախաձեռնություն կամ քայլ չի լինի։ Ոչ թե պետք է իրանց ընդունելություն, իրանց տերերում, իրանց տարածքներում, այլ մեզ պետք է, որովհետև իրանք գան մեր հավատին եւ մեզ հետ մասնակցեն մեր նվիրատվին։ Որովհետև մենք կարող ենք շարունակել, որոնց որևէ մեկը իրանք կարող են չբավարարել։ Եվ դրա չբավարարելու արդյունքում մենք ասենք շքան ընթացքում ինչ-որ դերով։ Դա այդպես չլինի, կլոր սեմանք հրավկենք, մինչև մենք կպատրաստենք
այդ ամբողջ նպատակները, ուղղվածությունները, այն ինչ որ ուզում են։ Ես նաև բոլորի կարծիքները հաշվի առնելով խնդրում եմ էջում բոլորը կգրեք ինչպիսի ինչ եք տեսնում։ Դա պիտի հավաքվել քննարկել, դա գրելով չի։